Հեղինակավոր գիտաժողովի ժամանակ մի մեծահարուստ ակադեմիկոս ներկաներին անլուծելի թվացող հավասարում է առաջադրում ծաղրում հետի շարքերում կանգնած մի աղքատ տղայի։ Սակայն ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ այդ աննկատ շշեր հավաքող տղան խնդիրը կլուծեր գիտական ողջ սերուցքի աչքի առաջ։ Այն, ինչ տեղի է ունենում հետո, բացահայտում է մի անհարմար ճշմարտություն։ Տաղանդը արտաքին չի ճանաչում, նրան ընդամենը հնարավորություն է պետք փայլելու համար։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Արը դեռ լրիվ չէր բացվել, երբ Գաբրիելն աչքերը բացեց Աբովյան փողոցի հացի փռի ծածկի տակ։ Երանյան արշալույսի սառնությունը ոսկորների մեջ էր թափանցում պատառոտված վերնաշապկի կեղտոտ տաբատի միջով, որը նա հագնում էր արդեն շաբաթներ շարունակ։ Նա 12 տարեկան էր, բայց նրա աչքերը կրում էին լքվածության մի ամբողջ կյանքի ծանրությունը։ 10 տարեկանում Գաբրիելը կորցրեց ամեն ինչ։ Սկզբում մայրը հեռացավ հանկարծակի, թողնելով մի անլրացնելի դատարկություն։ 6 ամիս անց հայրը, վշտից կոտրված, նույնպես հեռացավ, չկարողանալով տանել սիրելի կնոջ բացակայությունը։ Գաբրիելը մենակ մնաց Արաբկիրի իրենց համեստ տանը, մինչ որ մնացած սակավաթիվ բարեկամները նրան բախտի քմահաճույքին թողեցին։ Ոչ ոք չէր ուզում մեկ բերան կերակրելու պատասխանատվությունը ստանձնել։ Այդ օրվանից Երանի փողոցները դարձան նրա տունը։ Մեծ քաղաքն իր վեհաշուկ շենքերով ու բանուկ պողոտաներով թաքցնում էր հազարավոր նման պատմություններ։ Անտեսանելի երեխաների պատմություններ, որոնք քնում էին որտեղ պատահի ուտում, երբ բախտը բերում էր։ Գաբրիելն արագ սովորեց քաղաքային գոյատման կանոնները։ Սովորեց գտնել թիթեղյա տուփեր հավաքելու լավագույն վայրերը, այն ժամերը, երբ ռեստորանները դուրս էին նետում դեռս ուտելի սնունդը, սառը քամուց ամենապաշտպանված ծածկերը։ Բայց Գաբրիելը մի բան ուներ, որը նրան տարբերում էր փողոցի մյուս տղաներից։ Դեռ շատ փոքրուց նա արտասովոր մտավոր ունակություններ էր ցուցաբերում։ 5 տարեկանում ինքն իրեն կարդալ սովորեց, դիտելով փողոցների ցուցանակները, գովազդային վահանակները, աղբի մեջ գտած թերթերը։ 7 տարեկանում արդեն լուծում էր բարդ մաթեմատիկական խնդիրներ, որոնք տեսնում էր դեն նետված դպրոցական տետրերում։ Մայրը, երբ դեռ ողջ էր, ասում էր, որ նա հատուկ շնորհք ունի։ Մի պարկ, որը աշխարհը դեռ կբացահայտի։ Գաբրիելի հիշողությունն այլ կերպ էր աշխատում։ Այն ամենը, ինչ նա տեսնում կամ կարդում էր, դաջվում էր նրա մտքում որպես կատարյալ լուսանկար։ Նա կարող էր հիշել գրքերի ամբողջական էջեր, որոնք կարդացել էր ընդամենը մեկ անգամ, մաթեմատիկական բանաձեր, որոնք ուսումնասիրել էր լքված գիտական ամսագրերում, փիլիսոփայական հասկացություններ, որոնք յուրացրել էր հին թերթերից։ Դա հազվագյուտ ֆոտոգրաֆիկ հիշողություն էր, այնքան հզոր, որ կվախեցներ ցանկացած մասնագետի։ Բայց ով կնայեր բոբիկ ու կեղտոտ տղային կպատկերացներ, որ այդ գլխում գիտելիքների մի տիեզերք կա։ Հասարակությունը Գաբրիելին չէր տեսնում։ Մարդիկ անցնում էին նրա կողքով, կարծես նա քաղաքային բնապատկերի մի մասը լիներ, պարզապես մեկ սոցիալական խնդիր, որը նախընտրում էին անտեսել։ Երբեմն ինչ-որ մեկը մետաղադրամ էր նետում նրա ուղղությամբ։ Երբեմն զզվանքի կամ խղճահարության հայացքներ էր ստանում։ Բայց ոչ ոք չէր կանգնում, որպեսզի իսկապես տեսնի նրան։ Ոչ ոք չէր հարցնում նրա անունը, պատմությունը, երազանքները։ Գաբրիելն անտեսանելի էր։ Այդ հունիսյան առավոտ Գաբրիելը վեր կացավ ծածկի տակից, սկսեց իր ամենօրյա առօրյան։ Նախ պետք էր ջուր գտնել, դեմքը լվանալու համար։ Հետո կգնար դեպի համալսարանական թաղամաս, որտեղ գտնվում էր Երանի պետական համալսարանը։ Այնտեղ նա գտնում էր իր իսկական գանձը։ Դրանք միայն համալսարանի շրջակայքից հավաքած թիթեղյա տուփերը չէին։ Դա գիտելիքն էր։ Համալսարանի աղբամաններում Գաբրիելը հնարավորությունների մի ամբողջ աշխարհ էր բացահայտում։ 5 գրքեր, որոնք ուսանողները դեն էին նետում, հնացած գիտական ամսագրեր, տարբեր դասընթացների ձեռնարկներ, ակադեմիական թերթեր։ Այդ ամենը սնում էր նրա քաղցած միտքը։ Մինչ փողոցի մյուս տղաները սնունդ էին փնտրում, Գաբրիելը նա գիտելիք էր փնտրում։ Եվ կլանում էր յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր հավասարում, յուրաքանչյուր հասկացություն մի այնպիսի ագահությամբ, որը կարող է հասկանալ միայն նա, ով սովորելու քաղց ունի։ Վերջին ամիսներին Գաբրիելը հատկապես հետաքրքրվել էր մի բարդ թեմայով։ Նա աղբի մեջ գտել էր դեղակինետիկայի վնասված մի գիրք, դեղագործության մի ոլորտ, որն ուսումնասիրում է, թե ինչպես են դեղամիջոցներն իրենց դրսևորում մարդու օրգանիզմում։
Գիրքը պատառոտված էր, բազմաթիվ էջեր պակասում էին, բայց Գաբրիելը յուրացրեց այն ամենը, ինչ կարողացավ կարդալ։ Մաթեմատիկական հավասարումները, որոնք նկարագրում էին դեղերի ներծծումը, բաշխումը, նյութափոխանակությունը, արտազատումը օրգանիզմից, հիացնում էին նրան։ Նա ժամերով մտովի կրկնում էր բանաձերը, ուղղում իր գտած սխալները, պատկերացնում գործնական կիրառություններ։ Անհավանական էր, թե ինչպես էր աշխատում նրա միտքը։ Նույնիսկ առանց երբեք այդ թեմայով դասի մասնակցելու, Գաբրիելը հասկանում էր հասկացություններ, որոնք դեղագործության ուսանողները տարիներ էին ծախսում յուրացնելու համար։ Մաշտոցի պողոտայով դեպի համալսարան քայլելիս Գաբրիելը մտածում էր նախորդ գիշեր ուսումնասիրած հավասարումների մասին։ Նրա միտքը միշտ աշխատում էր, միշտ մշակում տեղեկատվություն, միշտ կապեր փնտրում տարբեր հասկացությունների մեջ։ Նրան թուղթ կամ հաշվիչ պետք չէր։ Ամեն ինչ տեղի էր ունենում նրա գլխում, տպավորիչ մաթեմատիկական ճշգրտությամբ։ Համալսարան հասնելու ճանապարհը տում էր գրեթե 2 ժամ ոտքով, բայց Գաբրիելը դեմ չէր։ Ճանապարհին նա դիտում էր ամեն ինչ։ Դեղատների ցուցանակները, դեղերի գովազդները, մարդկանց խոսակցությունները։ Ամեն ինչ ուսուցման նյութ էր։ Ամեն ինչ սնում էր այն փայլուն միտքը, որը ճակատագիրը դրել էր փխրուն ու տանջված մարմնի մեջ։ Երբ նա հասավ ԵՓ-ի տարածք, առավոտյան ժամը 8:00 էր։ Շարժը մեծ էր։ Ծանր ուսապարկերով ուսանողներ, շտապող դասախոսներ, այգիները խնամող աշխատակիցներ։ Գաբրիելը լավ գիտեր այդ միջավայրը։ Նա գրեթե ամեն օր այնտեղ էր անցկացնում, թիթեղյա տուփեր հավաքելով, վերամշակվող նյութեր հավաքելով, ակադեմիական տիեզերքը հեռվից դիտելով։ Երբեմն նրան հաջողվում էր մտնել որևէ դատարկ լսարան կարդալ այն, ինչ գրված էր գրատախտակներին։ Երբեմն նստում էր դրսի նստարաններին լսում ուսանողների քննարկումներն իրենց հետազոտությունների մասին։ Դա նման էր երկու զուգահեռ աշխարհներում ապրելուն։ Ցերեկը Գաբրիելն անտեսանելի թիթեղյա տուփեր հավաքողն էր։ Բայց իր մտքում նա եռանդուն ուսանող էր, որը կլանում էր ճանապարհին գտած ողջ գիտելիքը։ Սակայն այդ առավոտ համալսարանի տարածքում ինչ-որ բան այլ էր։ Դեղագործական գիտությունների ֆակուլտետի մեծ դահլիճի շուրջ անսովոր շարժ կար։ Գունավոր պաստառները հայտարարում էին կարևոր գիտական գիտաժողովի մասին, որը պետք է տեղի ունենար օրվա ընթացքում։ Գաբրիելը հետաքրքրությամբ մոտեցավ, կարդալով պաստառները, որոնք խոսում էին դեղերի մշակման, կլինիկական դեղակինետիկայի, թունաբանության առաջադեմ հետազոտությունների մասին։ Նրա սիրտը բաբախեց։ Դա հենց այնպիսի միջոցառում էր, որին նա կուզենար մասնակցել։ Բայց գիտեր, որ թույլ չեն տա։ Փողոցի տղան տեղ չուներ գիտական գիտաժողովում։ Գաբրիելը որոշեց, այնուամենայնիվ, մտնել դահլիճ։ Դեռ վաղ էր, մինչ միջոցառման պաշտոնական մեկնարկը։ Նա մտածեց, որ կարող է օգտվել առիթից հավաքել մի քանի թիթեղյա տուփ, որոնք, անշուշտ, թողել էին տարածքը նախապատրաստելիս։ Բացի այդ, ուզում էր մի հայացք գցել բաժանվելիք նյութերին։ Գուցե կարողանար որևէ ձեռնարկ, տեղեկատվական թերթիկ վերցնել։ Դահլիճը դատարկ էր, երբ Գաբրիելը լուռ ներս մտավ։ Աթոռները բոլորը շարված էին, բեմը պատրաստ էր պրոյեկտորով խոսափողով, իսկ հետում մի հսկայական սպիտակ գրատախտակ կար։ Գաբրիելը քայլեց շարքերի միջով, վերամշակվող նյութեր փնտրելով, բայց նրա հայացքը գրավեց մի բան, որը նրան ստիպեց լիովին կանգ առնել։ Սպիտակ գրատախտակի վրա ինչ-որ մեկը գրել էր չափազանց բարդ մաթեմատիկական հավասարում։ Դա բազմախցիկ դեղակինետիկայի հավասարում էր, որը նկարագրում էր դեղամիջոցի բաշխումը մարմնում ժամանակի ընթացքում։ Գաբրիելն անմիջապես ճանաչեց։ Դա կապված էր այն գրքի հետ, որը նա գտել էր ամիսներ առաջ։ Նրա աչքերը սահեցին յուրաքանչյուր նշանի, յուրաքանչյուր ինտեգրալի, յուրաքանչյուր փոփոխականի վրայով։ Ինչ-որ բան սխալ էր։ Նա դա ակնթարթորեն զգաց։ Հավասարումը սխալներ ուներ։ Փոքր բացթողումներ, սխալ տեղադրված փոփոխականներ, ինտեգրալներ, որոնք ճիշտ չէին փակվում։ Գաբրիելը մոտեցավ գրատախտակին, հիպնոսացած։ Նրա միտքն արդեն աշխատում էր ուղղման վրա, վերադասավորելով անդամները, ճշգրտելով հաստատումները, վերահաշվարկելով ինտեգրալները։ Նա մոռացավ, թե որտեղ է, մոռացավ ստամոքսի քաղցը, մոռացավ ոսկորները թափանցող ցուրտը։ Այդ պահին գոյություն ունեին միայն ինքը հավասարումը։ Երկար ժամանակ անց առաջին անգամ Գաբրիելը զգաց մի բան, որի գոյությունը մոռացել էր։ Պատկանելություն։ Այնտեղ, այդ բարդ հավասարման առջ, նա փողոցի տղա չէր։
Նա մաթեմատիկոս էր, գիտնական մեկը, ով ունակ էր հասկանալու լուծելու խնդիրներ, որոնք մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չէր կարողանա սկսել հասկանալ։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նայում էր գրատախտակին, պատկերացնելով, թե ինչպես կվերցներ այդ կավիճը կուղեր սխալները։ Ցույց կտար աշխարհին, որ ինքը գոյություն ունի, որ արժեք ունի, որ իր փայլուն միտքն արժանի է ճանաչման։ Բայց իրականությունը նրան հետ բերեց, երբ լսեց դահլիճին մոտեցող ձայներ։ Գաբրիելն արագ հեռացավ գրատախտակից, ավելի քիչ տեսանելի անկյուն փնտրեց։ Նա գիտեր, որ չպետք է այնտեղ լիներ։ Գիտեր, որ դուրս կհանեն, եթե հայտնաբերեն։ Բայց չէր կարողանում հեռանալ։ Ուզում էր տեսնել, թե ով կլուծի այդ հավասարումը։ Ուզում էր իմանալ, թե արդյոք որը մեկը կնկատի իր հայտնաբերած սխալները։ Դահլիճի դռները բացվեցին, սկսեցին ժամանել գիտաժողովի առաջին մասնակիցները։ Նրանք դասախոսներ էին, հետազոտողներ, ասպիրանտներ։ Բոլորը լավ հագնված, կաշվե պայուսակներով, զրուցում էին իրենց հետազոտությունների մասին բարդ տեխնիկական լեզվով։ Գաբրիելը դիտում էր ամեն ինչ իր զուսպ անկյունից, փորձելով աննկատ մնալ։ Մի պահ դա ստացվեց։ Մարդիկ մտնում էին, ողջունում միմյանց, փնտրում իրենց տեղերը։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում դահլիճի խորքում գտնվող կեղտոտ ու բոբիկ տղային։ Բայց հետո միջոցառման կազմակերպիչներից մեկը, մոխրագույն կոստյումով ոսկեգույն ակնոցներով մի պարոն, նկատեց Գաբրիելի ներկայությունը։ Նրա դեմքը գծկվեց զզվանքի վրդովմունքի արտահայտությամբ։ Տղամարդն արագ քայլեց դեպի Գաբրիելը, նրա վստահ քայլերն արձագանքում էին լցվող դահլիճում։ Նա կարիք չուներ որևէ բան ասելու։ Նրա հայացքն ամեն ինչ ասում էր։ Գաբրիելը ներխուժող էր, մեկը, ով չէր պատկանում գիտելիքի գիտության այդ միջավայրին։ Կազմակերպիչը կտրուկ շարժում արեց ձեռքով, ցույց տալով դուռը։ Դուրս։ Հիմա։ Գաբրիելը զգաց նվաստացման ծանրությունը իր ուսերին։ Այդ ծանոթ զգացումը մերժված լինելու, մարդուց պակաս վերաբերմունքի արժանանալու։ Նա գլուխը կախեց, սկսեց քայլել դեպի ելքը, մինչ միջոցառման որոշ մասնակիցներ անտարբերությամբ նայում էին տեսարանին։ Պարզապես մեկ փողոցի տղա, որին իր տեղն էին ցույց տալիս։ Ոչ մի նոր բան։ Բայց մինչ Գաբրիելը կհասներ դռանը, տեղի ունեցավ մի բան, որը կփոխեր ամեն ինչ։ Մի տղամարդ մտավ դահլիճ մի ներկայությամբ, որն անմիջապես տիրեց տարածությանը։ Բարձրահասակ, կատարյալ սանրված ճերմակ մազերով, անթերի իտալական կոստյումով մի ժամացույցով, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան մարդկանց մեծամասնությունը վաստակում էր մեկ տարում։ Դա դոկտոր Ռուբեն Թավադյանն էր, դեղագործական ոլորտի միլիարդատեր գործարար համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Նա հայտնի էր ոչ միայն իր հարստությամբ, այլ սուր խելքով, ամենից շատ՝ իր ամբարտավանությամբ։ Ռուբեն Թավադյանը սիրում էր ցուցադրել իր մտավոր գերազանցությունը ամեն հնարավորության դեպքում։ Եվ այդ օրը նա հատուկ բան էր պատրաստել գիտաժողովի համար։ Ռուբենը բարձրացավ բեմ նույնիսկ մինչ միջոցառման պաշտոնական մեկնարկը։ Նա սիրում էր դրամատիկ մուտքեր գործել, համոզվելով, որ բոլորի հայացքներն իր վրա են։ Ինքնահավան ժպիտով նա ցույց տվեց գրատախտակի հավասարումը, բարձրաձայն հայտարարեց, որպեսզի բոլորը լսեն։ Նա առաջարկում էր 100 միլիոն դրամ պարկ նրան, ով կկարողանար լուծել այդ հավասարումը հենց այնտեղ, գիտաժողովի ընթացքում, առանց որևէ բանի դիմելու, միայն մաքուր գիտելիքով։ Հանդիսատեսը զարմացած շշնջաց։ 100 միլիոն դրամը անհավանական գումար էր, բայց Ռուբեն Թավադյանը բավականաչափ գումար ուներ նման գրազներ գալու համար, առանց աչքը թարթելու։ Նրա նպատակը պարզ էր։ Նա ուզում էր ցույց տալ, որ ինքն ամենախելացի մարդն է այդ սրահում, որ ոչ ոք ի վիճակի չի լինի լուծել իր մարտահրավերը։ Դա էգոյի հանրային ցուցադրություն էր։ Ռուբենի հայացքը սահեց դահլիճով, վայելելով իրեն ուղղված ուշադրությունը, երբ նրա աչքերը հանդիպեցին Գաբրիելին, որը դեռ կանգնած էր դռան մոտ, դուրս գալու պատրաստ։ Դաժան զվարճանքի արտահայտություն անցավ գործարարի դեմքով։ Նա ուղիղ ցույց տվեց բոբիկ ու կեղտոտ տղային հեգնական տոնով, որը ստիպեց հանդիսատեսին ծիծաղել, հայտարարեց, որ ցանկացած մարդ կարող է փորձել լուծել հավասարումը։ Նույնիսկ այն թիթեղյա տուփեր հավաքողը այնտեղ, խորքում։ Ծիծաղը տարածվեց դահլիճով։ Որոշ մարդիկ շրջվեցին Գաբրիելին նայելու, զվարճանալով կատակից։ Մյուսները նույնիսկ չփորձեցին, համարելով իրավիճակը չափազանց աննշան ուշադրության արժանանալու համար։ Գաբրիելի երակներում արյունը եռաց։ Այդ մարդը նրան չէր ճանաչում։ Ոչինչ չգիտեր նրա մասին։
Գաղափար չուներ, թե ինչ կար այդ գլխում։ Դոկտոր Ռուբեն Թավադյանի համար Գաբրիելը պարզապես խոչընդոտ էր, կատակ, արտոնյալների մերժվածների միջ եղած հեռավորության կատարյալ օրինակ։ Բայց Գաբրիելի մեջ ինչ-որ բան հրաժարվեց ընդունել այդ նվաստացումը։ Ինչ-որ խորը բան, որը քնած էր մնացել փողոցներում անցկացրած 2 տարիների ընթացքում, արթնացավ այդ պահին։ Դա իր մոր ձայնն էր, որն ասում էր, թե նա հատուկ շնորհք ունի։ Դա իր սեփական ինտելեկտի հիշողությունն էր, այնքան փայլուն ու հզոր, բայց թաքնված կեղտոտ հագուստի բոբիկ ոտքերի տակ։ Դա ապստամբություն էր մի աշխարհի դեմ, որը մարդկանց դատում էր արտաքինով, ոչ թե նրանով, թե ինչ են կրում իրենց մեջ։ Գաբրիելը կանգ առավ։ Դանդաղ շրջվեց, դեմ առ դեմ կանգնելու դոկտոր Ռուբեն Թավադյանին։ Եվ հետո մի ձայնով, որը զարմացրեց նույնիսկ իրեն իր վստահությամբ, ընդունեց մարտահրավերը։ Ես կլուծեմ հավասարումը, ասաց Գաբրիելը։ Դահլիճը մի պահ լիակատար լռության մեջ ընկղմվեց։ Հետո ծիծաղը վերսկսվեց, ել ավելի բարձր։ Որոշ մասնակիցներ իրար մեջ մեկնաբանում էին, զվարճանալով անհեթեթ իրավիճակից։ Փողոցի տղան, առանց կրթության, ուզում է լուծել մի հավասարում, որը նույնիսկ ներկա դոկտորները վստահ չէին փորձելու։ Ռուբեն Թավադյանն էլ ավելի լայն ժպտաց, հիացած անսպասելի զվարճանքով։ Նա թատերական շարժում արեց, Գաբրիելին բեմ հրավիրելով։ Արի, արի, երիտասարդ։ Ցույց տուր մեզ, թե ինչի ես ընդունակ։ Նրա ձայնի հեգնանքն ակնհայտ էր։ Նա ոչինչ չէր սպասում, բացի տղայի համար հերթական նվաստացումից։ Գաբրիելը դանդաղ քայլեց դահլիճի կենտրոնական միջանցքով։ Յուրաքանչյուր քայլը քաջության ակտ էր։ Յուրաքանչյուր հայացք, որ զգում էր իր վրա, լրացուցիչ ծանրություն էր ուսերին։ Բայց նա չկանգնեց։ Շարունակեց քայլել, մինչ հասավ բեմ, բարձրացավ աստիճաններով, կանգնեց հսկայական սպիտակ գրատախտակի դիմաց։ Կազմակերպիչը, որը փորձել էր նրան դուրս հանել, այժմ տեսարանը դիտում էր անհարմարության հիվանդագին հետաքրքրության խառնուրդով։ Ռուբեն Թավադյանը խաչեց ձեռքերը, սպասելով անպատեհության շոուին, որն անշուշտ սպասվում էր։ Գաբրիելը նայեց գրատախտակի հավասարմանը։ Խորը շունչ քաշեց։ Ձեռքն անցկացրեց կեղտոտ վերնաշապկի վրայով, անգիտակցական շարժումով, կարծես ուզենար ավելի լավ ներկայանալ, վերականգնել իրենից խլված արժանապատվության մի մասը։ Հետո վերցրեց կավիճը։ Նրա ձեռքերն այլս չէին դողում։ Նրա մտքում ամեն ինչ կատարյալ պարզ էր։ Հավասարումը բացվում էր ըմբռնման շերտերով, յուրաքանչյուր փոփոխական գտնում էր իր տեղը, յուրաքանչյուր ինտեգրալ բնականոն լուծվում էր։ Գաբրիելը սկսեց գրել։ Ոչ թե քաոսային կամ հուսահատ, այլ մեթոդական, կազմակերպված, ցույց տալով տրամաբանության յուրաքանչյուր քայլը։ Նախ, նա նշեց սկզբնական հավասարման մեջ նկատած սխալները։ Նշեց բաշխման ծավալի փոփոխականների բացթողումները, ուղղեց երիկամային արտազատման գործակիցները, վերադասավորեց ինտեգրալները, որոնք նկարագրում էին դեղի ներծծումը ժամանակի ընթացքում։ Հանդիսատեսը սկսեց անհանգստանալ։ Ծիծաղը տեղի էր տվել շփոթության շշուկներին։ Որոշ մարդիկ առաջ թեքվեցին, փորձելով հետել, թե ինչ է գրում Գաբրիելը։ Երրորդ շարքում նստած դեղակինետիկայի պրոֆեսորը վերցրեց ակնոցը ուղղեց, չհավատալով իր տեսածին։ Այդ տղան պարզապես պատահական թվեր չէր գրում։ Նա ցուցադրում էր թեմայի խորը բարդ ըմբռնում։ Գաբրիելը շարունակեց գրել, բարձրաձայն բացատրելով յուրաքանչյուր հասկացություն։ Նրա ձայնը սկզբում ամաչկոտ, ուժգնանում էր, երբ նա խորանում էր մաթեմատիկայի մեջ։ Նա խոսում էր բազմախցիկ համակարգերի, առաջին կարգի զրոյական կարգի կինետիկայի, Քլիրենսի պլազմային կիսատրոհման պարբերության մասին։ Տեխնիկական տերմիններ, որոնք նա սովորել էր ինքնուրույն, աղբի մեջ գտած գրքերից, բայց որոնք այժմ հոսում էին նրա բերանից տպավորիչ բնականությամբ։ Գրատախտակը լցվում էր օժանդակ հավասարումներով, բացատրական գրաֆիկներով, էլեգանտ մաթեմատիկական ապացույցներով։ Ռուբեն Թավադյանն այլս չէր ժպտում։ Նրա դեմքը վերածվել էր անհավատության դիմակի։ Նա մոտեցավ գրատախտակին, ուշադիր նայելով, թե ինչ է գրում Գաբրիելը։ Փորձում էր սխալներ, անհամապատասխանություններ գտնել, որևէ բան, որ կապացուցեր, որ դա հաջողության հարված էր։ Բայց ոչինչ չէր գտնում։ Ընդհակառակը։ Լուծումը ոչ միայն ճիշտ էր, այլ հանճարեղ։ Գաբրիելն օգտագործում էր բարդ մաթեմատիկական դյուրանցումներ, պարզեցման մեթոդներ, որոնք նույնիսկ Ռուբենը իր ողջ թանկարժեք հեղինակավոր ակադեմիական կրթությամբ չէր դիտարկել։
Բոբիկ տղան առաջադեմ դեղակինետիկայի դաս էր տալիս դոկտորների լսարանին։ Երբ Գաբրիելը վերջապես ավարտեց, վերջակետ դնելով վերջին հավասարմանը, դահլիճում լիակատար լռություն էր։ Ոչ ոք այլս չէր ծիծաղում։ Ոչ ոք չէր մեկնաբանում։ Բոլորը մարսում էին այն, ինչի ականատեսը հենց նոր եղան։ Մի տղամարդ դանդաղ բարձրացավ առաջին շարքից։ Դա պրոֆեսոր դոկտոր Մարսել Անդրանիկյանն էր, դեղակինետիկայի ոլորտում ազգային հեղինակություն, թեմայի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ, հարգված ամբողջ երկրում։ Նա չափված քայլերով բարձրացավ բեմ, մոտեցավ գրատախտակին, սկսեց լուռ վերլուծել լուծումը։ Նրա աչքերը սահեցին յուրաքանչյուր տողի, յուրաքանչյուր հաշվարկի, յուրաքանչյուր եզրահանգման վրայով։ Ամբողջ սրահը շունչը պահած սպասում էր մասնագետի վճռին։ Պրոֆեսոր Մարսելը շրջվեց դեպի հանդիսատեսը, նրա ձայնն արձագանքեց դահլիճում։ Ճիշտ է։ Ոչ միայն ճիշտ է։ Հանճարեղ է։ Նա օգտագործել է մասերով ինտեգրման մեթոդ, որը ես ինքս չէի դիտարկել այս տիպի խնդրի համար։ Լուծումն անթերի է։ Ցնցման աղմուկ տարածվեց դահլիճով։ Մարդիկ իրար էին նայում, անհավատությամբ։ Ինչպես էր դա հնարավոր։ Ինչպես կարող էր փողոցի տղան, առանց կրթության, առանց դասախոսների կամ ռեսուրսների, լուծել մի հավասարում, որը մարտահրավեր էր նույնիսկ ներկա մասնագետներին։ Պատասխանն այնտեղ էր, գրատախտակին, գրված Գաբրիելի անկանոն ձեռագրով, բայց կատարյալ տրամաբանությամբ։ Ռուբեն Թավադյանը գունատվել էր։ Նրա ամբարտավանությունը լիովին ոչնչացվել էր հարյուրավոր վկաների առջ։ Նա գրազ էր եկել, սպասելով նվաստացնել ուրիշներին, ապացուցել իր մտավոր գերազանցությունը։ Բայց այժմ ինքն էր նվաստացված։ Մի տղայի կողմից, որին հասարակությունը դեն էր նետել որպես աղբ։ Գաբրիելը շրջվեց, դեմ առ դեմ կանգնելու գործարարին։ Նրա աչքերում հաղթանակ չկար, միայն հոգնածություն, խորը տխրություն։ Նա սկսեց խոսել, նրա ձայնը թե ցածր, կրում էր մի հուզական ծանրություն, որը լիովին լռեցրեց դահլիճը։ Գաբրիելը պատմեց իր պատմությունը։ Ոչ թե ինքնախղճահարությամբ, այլ դաժան ազնվությամբ։ Խոսեց ընդամենը 10 տարեկանում ծնողներին կորցնելու մասին։ Բարեկամների կողմից լքվելու մասին, որոնք պետք է պաշտպանեին իրեն։ 2 տարի փողոցներում ապրելու, գոյատելու համար աղբ հավաքելու մասին։ Արշալույսի ցրտին ծածկերի տակ քնելու մասին։ Մշտական քաղցի մասին։ Այն անտեսանելիության մասին, որը հասարակությունը պարտադրում է աղքատներին։ Բայց Գաբրիելը խոսեց նա իր մտքի մասին։ Թե ինչպես է ինքնուրույն կարդալ սովորել 5 տարեկանում։ Իր ֆոտոգրաֆիկ հիշողության մասին։ Աղբի մեջ գտած գիտելիքի քաղցով կլանած գրքերի ու գիտական ամսագրերի մասին։ Թե ինչպես է ուսումնասիրել դեղակինետիկա, բարձրագույն մաթեմատիկա, ֆիզիկա, փիլիսոփայություն, ամեն ինչ ինքնուրույն, առանց ուսուցչի, առանց դասասենյակի, առանց ոչնչի, բացի իր վճռականությունից, բնատուր ինտելեկտից։ Մինչ դուք քնում էիք տաք անկողիններում, ես քնում էի սառը գետնին, ասաց Գաբրիելը, նրա ձայնը դողում էր հուզմունքից։ Մինչ դուք օրական 3 անգամ ուտում էիք, ես աղբն էի փորփրում, հույս ունենալով ինչ-որ բան գտնել։ Բայց իմ միտքը երբեք չի դադարել աշխատել։ Գիտելիքի իմ քաղցը երբեք ավելի քիչ չի եղել, քան սննդի իմ քաղցը։ Եվ այսօր դուք ծիծաղեցիք ինձ վրա։ Ծիծաղեցիք, որովհետև ես աղքատ եմ, որովհետև կեղտոտ եմ, որովհետև ոտքերիս կոշիկ չկա։ Դուք իմ ինտելեկտը դատեցիք իմ արտաքինով։ Արցունքներ սկսեցին հոսել հանդիսատեսի մի քանի մարդկանց դեմքերով։ Ամոթը շոշափելի էր օդում։ Գաբրիելը շարունակեց, այժմ ուղիղ նայելով Ռուբեն Թավադյանին։ Պարոն, դուք այսօր ինձ որպես կատակ օգտագործեցիք, ասաց Գաբրիելը։ Դուք ինձ նվաստացրիք բոլորի առաջ, կարծելով, թե ես ստորադաս եմ։ Բայց դուք սխալվում էիք։ Ինտելեկտը հասցե չունի։ Տաղանդը ազգանվան կարիք չունի։ Հանճարը կարող է ծնվել ցանկացած վայրում, եթե միայն ինչ-որ մեկը հնարավորություն տա։ Խնդիրն այն չէ, որ ինձ նման տղաները խելացի չեն։ Խնդիրն այն է, որ ոչ ոք մեզ չի նայում։ Ոչ ոք մեզ չի հավատում։ Ոչ ոք մեզ հնարավորություններ չի տալիս։ Դուք ամեն օր տաղանդներ եք վատնում, որովհետև նախընտրում եք դատել արտաքինով։ Քանի այլ Գաբրիելներ կան այնտեղ անտեսանելի, աղբ հավաքող, փողոցում քնող, փայլուն մտքերով, որոնք երբեք չեն բացահայտվի։ Քանի հանճար է կորցնում Հայաստանը, որովհետև նրանք աղքատ են ծնվել։
Գաբրիելի խոսքերն ամպրոպի պես արձագանքեցին դահլիճում։ Որոշ մարդիկ այժմ բացահայտ լացում էին։ Մյուսները բռունցքները սեղմել էին, հուզված լսած դաժան ճշմարտությունից։ Ռուբեն Թավադյանը քարացել էր։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ նա իրեն փոքր զգաց։ Նրա հարստությունը, կարգավիճակը, թանկարժեք կրթությունը, այս ամենից ոչինչ նշանակություն չուներ այդ պահին։ Նա պարտվել էր։ Ոչ միայն մտավոր, այլ բարոյապես։ Դողացող ձեռքերով Ռուբենը վերցրեց իր բջջային հեռախոսը։ Խնդրեց, որ հանդիսատեսից որը մեկն օգնի իրեն հենց այնտեղ Գաբրիելի համար բանկային հաշիվ բացել։ Տնտեսագիտության ֆակուլտետի մի ուսանողուհի առաջարկեց իր օգնությունը, հավելվածի միջոցով արագ կազմակերպելով անհրաժեշտ փաստաթղթերը։ Րոպեների ընթացքում Գաբրիելն իր առաջին բանկային հաշիվն ունեցավ։ Եվ հետո, բոլորի առաջ, Ռուբեն Թավադյանը փոխանցեց 100 միլիոն դրամ։ Անդորրագիրը հայտնվեց բջջայինի էկրանին։ Խոստումը կատարված էր։ Բայց գումարն այդ պահին երկրորդական էր թվում։ Այն, ինչ իսկապես կարևոր էր, այն էր, ինչ այդ արարքը խորհրդանշում էր։ Ճանաչումը, հաստատումը, ապացույցը, որ Գաբրիելն անտեսանելի չէր։ Հանդիսատեսի մեջ լրագրության ֆակուլտետի մի երիտասարդ ուսանողուհի, Լիլիթ անունով, ամբողջ տեսարանը ձայնագրել էր իր բջջայինով։ Նա լացում էր, դողացող ձեռքերով պահելով սարքը։ Դա պարզապես հետաքրքիր պատմություն չէր։ Դա պատմական պահ էր։ Հայաստանյան անհավասարության երկրի փողոցներում ամեն օր տեղի ունեցող տաղանդների վատնման կատարյալ պատկերը։ Հենց որ գիտաժողովն ավարտվեց, Լիլիթը տեսանյութը հրապարակեց իր սոցիալական ցանցերում։ Վերնագիրը պարզ էր, բայց հզոր։ Փողոցի տղան հենց նոր լուծեց դեղակինետիկայի մի հավասարում, որը դոկտորները չէին կարողանում։ Նա 2 տարի ապրում է փողոցներում։ Ինքնուրույն սովորում է աղբի գրքերով։ Նա փայլուն միտք ունի։ Եվ հասարակությունը նրան վերաբերվում է որպես անտեսանելի։ Քանի Գաբրիելի ենք մենք կորցնում ամեն օր։ Տեսանյութը ժամերի ընթացքում վիրուսային դարձավ։ Սկզբում հարյուրավոր տարածումներ։ Հետո հազարավոր։ Մի քանի ժամվա ընթացքում միլիոնավոր հայեր դիտել էին այդ արտասովոր պահը։ Գաբրիելի անունը սկսեց հայտնվել բոլոր լրատվականներում։ Թերթեր, ամսագրեր, հեռուստահաղորդումներ, բոլորն ուզում էին պատմել փողոցներում ապրող հանճարեղ տղայի պատմությունը։ Ազգային հուզումը հսկայական էր։ Մարդիկ հարցնում էին, թե ինչպես է հնարավոր, որ այդքան փայլուն երեխան լքված լինի, անտեսանելի, գոյատելու համար աղբ հավաքի։ Մինչ ամբողջ երկիրը քննարկում էր նրա պատմությունը, Գաբրիելը մենակ նստած էր համալսարանի մոտակա հրապարակի նստարանին։ Նա նայում էր հեռախոսին, որը Լիլիթը տվել էր, որպեսզի նա կարողանա տեսնել փոխանցման անդորրագիրը։ 100 միլիոն դրամ։ Դա ավելի շատ գումար էր, քան նա երբեք պատկերացրել էր, որ գոյություն ունի։ Այդ գումարով նա կարող էր բնակարան վարձել, հագուստ գնել, ամեն օր ուտելիք ունենալ։ Կարող էր վերջապես դուրս գալ փողոցներից։ Բայց Գաբրիելը ոչ միայն թեթություն կամ երջանկություն էր զգում։ Նա հսկայական բեռ էր զգում։ Որովհետև գիտեր, որ իր պատմությունը թե արտասովոր, եզակի չէր։ Հազարավոր այլ տղաներ ու աղջիկներ կային փողոցներում, թաքնված տաղանդներով, վատնված ներուժով, աղքատության կողմից խեղդված երազանքներով։ Եվ նրանց մեծամասնությունը երբեք չէր ունենա իր ունեցած բախտը։ Երբեք չէին լինի ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, ճիշտ հավասարումով։ Նրանք ընդմիշտ անտեսանելի կմնային։ Մինչ արը մայր էր մտնում երանի վրա, Գաբրիելը նայեց նարնջագույն երկնքին լուր խոստում տվեց։ Նա չէր լինի պարզապես անհատական հաղթահարմանս մեկ պատմություն։ Նա կօգտագործեր իր ձայնը, իր նոր ձեռք բերած տեսանելիությունը ուրիշների համար ճանապարհներ բացելու։ Որպեսզի ոչ մի տաղանդ չվատնվի աղքատության պատճառով։ Որպեսզի ինտելեկտը ճանաչվի, անկախ հասցեից կամ բանկային հաշվից։ Հաջորդ առավոտը Գաբրիելի համար բոլորովին այլ իրականություն բերեց։ Նա արթնացավ նույն սովորական վայրում, Աբովյան փողոցի հացի փռի ծածկի տակ, բայց նրա շուրջը աշխարհը կտրուկ փոխվել էր։ Նրա հեռախոսը, Լիլիթի տված այն սարքը, որն այժմ պահում էր որպես գանձ, անդադար թրթռում էր ծանուցումներից։ Տեսանյութը գիշերվա ընթացքում գերազանցել էր 5 միլիոն դիտումը։ Ամբողջ Հայաստանից մարդիկ մեկնաբանում, տարածում, լացում էին։ Փողոցի հանճարեղ տղայի պատմությունը խորը վերք էր բացել հայ հասարակության մեջ։
Մինչ Գաբրիելը փորձում էր այս ամենը մարսել, լրագրողական ֆուրգոնը կանգնեց հացի փռի դիմաց։ Ինչ-որ մեկը պարզել էր, թե որտեղ է նա քնում։ Լրագրողն արագ դուրս եկավ, օպերատորի ուղեկցությամբ խոսափողը ձեռքին մոտեցավ Գաբրիելին։ Նրանք հարցազրույց էին ուզում։ Ուզում էին ավելին իմանալ նրա կյանքի, երազանքների, ծրագրերի մասին։ Գաբրիելը, դեռ շփոթված, համաձայնեց խոսել։ Բայց միայն մի բան խնդրեց. որ չկենտրոնանան միայն իր վրա, որ ցույց տան նա մոտակայքում ապրող փողոցի մյուս տղաներին ու աղջիկներին, որ Հայաստանին հիշեցնեն, որ ինքը աղքատության անտեսանելիության մեջ թաքնված միակ տաղանդը չէ։ Հարցազրույցը հեռարձակվեց առավոտյան լուրերով էլ ավելի հուզեց երկիրը։ Գաբրիելը խոսում էր իր 12 տարիքի համար տպավորիչ հասունությամբ։ Բացատրեց, որ չի ուզում, որ իրեն վերաբերվեն որպես բացառության, որպես հաղթահարման եզակի դեպքի։ Ուզում էր, որ իր պատմությունը ծառայի որպես ահազանգ, որպես մերկացում, որպես կոչ, որպեսզի հասարակությունը լքված երեխաներին նայի ոչ թե խղճահարությամբ կամ զզվանքով, այլ հարգանքով հնարավորություններ ընձեռելով։ Մինույն ժամանակ Երանի պետական համալսարանի վրա ճնշումն ամեն ժամ ուժեղանում էր։ Սոցիալական ցանցերը, իրավապաշտպան կազմակերպությունները, հասարակական շարժումները բոլորը պահանջում էին պատասխան հաստատությունից։ Ինչպես կարող էր պետական համալսարանը, որը նվիրված է գիտելիքին քաղաքացիների կրթմանը, թույլ տալ, որ Գաբրիելի պես հանճարն ապրի փողոցներում, աղբ հավաքելով հենց իր տարածքում։ Ռեկտորատը արտակարգ նիստ հրավիրեց։ Ռեկտորը, պրոֆեսոր դոկտոր Ֆերդինանդ Ալեքսանյանը, 60 տարեկան, ջերմակ մազերով, լուրջ, բայց կարեկից հայացքով տղամարդ էր։ Նա հասկանում էր իրավիճակի լրջությունը։ Խոսքը միայն Գաբրիելին օգնելու մասին չէր։ Խոսքը սոցիալական պատասխանատվություն ստանձնելու մասին էր, որը համալսարանը միշտ քարոզել էր, բայց ոչ միշտ կիրառել։ Նիստի վերջում որոշումը կայացվեց։ Երբ Գաբրիելին կառաջարկեր ուսման լրիվ կրթաթոշակ, բնակություն ուսանողական հանրակացարանում, լիարժեք սնունդ հոգեբանական աջակցություն։ Բայց դրանից առաջ նա պետք է ավարտեր իր հիմնական կրթությունը։ Գաբրիելը դպրոցը թողել էր 5-րդ դասարանում, երբ կորցրել էր ծնողներին։ Համալսարանը կմշակեր ակադեմիական արագացված հատուկ ծրագիր, նվիրյալ դասախոսներով, որոնք կօգնեին նրան լրացնել բաց թողածը։ Ռեկտորն անձամբ հայտարարեց այդ մասին մամուլի ասուլիսում, որին մասնակցում էին տասնյակ լրագրողներ։ Համալսարանը ընդունում էր իր սխալը։ Ընդունում էր, որ չի կարողացել տեսնել այն տաղանդը, որն ապրում էր բառացիորեն իր քթի տակ։ Եվ պարտավորվում էր ոչ միայն օգնել Գաբրիելին, այլ ստեղծել մշտական քաղաքականություն, ակադեմիական ներուժ ունեցող սոցիալապես անապահով երիտասարդներին հայտնաբերելու աջակցելու համար։ Երբ Գաբրիելն ստացավ լուրը, նստած էր համալսարանի մոտակա հրապարակի նստարանին, կարդալով ֆիզիկայի մի գիրք, որն այդ առավոտ գտել էր աղբի մեջ։ Լիլիթը, լրագրության ուսանողուհին, որը ձայնագրել հրապարակել էր տեսանյութը, անձամբ եկավ նրա մոտ, պատմելու։ Գաբրիելը լուր լսեց ամեն ինչ, մարսելով յուրաքանչյուր բառ։ Երբ Լիլիթն ավարտեց, նա խորը շունչ քաշեց մի հարց տվեց, որը զարմացրեց նրան։ Իսկ մյուս տղաները։ Մյուս երեխաները, որոնք ապրում են փողոցներում։ Ինչ է լինելու նրանց հետ։ Հարցը մի պահ օդում կախված մնաց։ Լիլիթը պատասխան չուներ։ Գաբրիելը շարունակեց. Եթե ես միայնակ ընդունեմ այս օգնությունը, կդառնամ այն, ինչ չեմ ուզում լինել։ Բացառություն։ Մի գեղեցիկ պատմություն, որպեսզի հասարակությունն իրեն ավելի լավ զգա, մինչդեռ հազարավոր այլ տաղանդներ շարունակում են փտել փողոցներում։ Ես ուզում եմ ընդունել։ Բայց մի պայմանով։ Համալսարանը պետք է մշտական ծրագիր ստեղծի։ Մի նախագիծ, որը կգնա փողոցներ, կացարաններ, ծայրամասեր, փնտրելու ներուժ ունեցող երեխաների երիտասարդների, որը կառաջարկի իրական հնարավորություններ, ոչ թե պարզապես օգնություն, որը կփոխի համակարգը, ոչ թե կփրկի մեկ մարդու։ Գաբրիելի խոսքերը հազվագյուտ սոցիալական գիտակցություն էին դրսևորում։ Այդ տղան մտածում էր ոչ միայն իր սեփական փրկության մասին։ Նա մտածում էր հանրության, արդարության, կառուցվածքային փոփոխության մասին։ Լիլիթը հուզվեց։ Նա խոստացավ Գաբրիելի պայմանը հասցնել ռեկտորին։ Խոստացավ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա։ Մինույն ժամանակ քաղաքի մյուս կողմում, հյուսիսային պողոտայում գտնվող իր դեղագործական ընկերության շքեղ գրասենյակում, Ռուբեն Թավադյանը սեփական ճգնաժամի մեջ էր։
Գիտաժողովից հետո նա չէր կարողանում նորմալ քնել։ Չէր կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա։ Նրա միտքը անընդհատ վերադառնում էր դահլիճի այդ պահին։ Գաբրիելի դեմքին։ Այն խոսքերին, որ տղան ասել էր։ Այն նվաստացմանը, որին ինքը Ռուբենը արժանի էր, բայց սկզբում փորձել էր ժխտել։ Նրա քարտուղարուհին Կարինեն, միջին տարիքի մի կին, որը 15 տարի աշխատում էր նրա հետ, սենյակ մտավ թերթերի կույտը ձեռքին։ Բոլորը շապիկին Գաբրիելի պատմությունն էին ներկայացնում։ Ոմանք կենտրոնանում էին հաղթահարման հուզիչ կողմի վրա։ Մյուսները խիստ քննադատում էին հասարակությանը։ Իսկ ոմանք, որոնք ամենաշատն էին անհանգստացնում Ռուբենին, վերլուծում էին նրա պահվածքը գիտաժողովում։ Ամբարտավան գործարարը, որը փորձեց նվաստացնել աղքատ երեխային, ի վերջո պարտվեց նրան։ Լրատվամիջոցները բարի չէին։ Ռուբենը ներկայացվում էր որպես պատմության չարագործ։ Անզգադաժան էլիտայի խորհրդանիշ։ Կարինեն թերթերը դրեց սեղանին, նայեց իր ղեկավարին մի արտահայտությամբ, որը խառնում էր անհանգստությունն ու հիասթափությունը։ Դոկտոր Թավադյան, մեղմ ասաց նա, ես երկար տարիներ աշխատում եմ ձեզ համար։ Միշտ հարգել եմ ձեզ։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ այդ դահլիճում։ Նա նախադասությունը չավարտեց, բայց կարիք էլ չկար։ Ռուբենը հստակ գիտեր, թե ինչ էր նա ասում։ Նա սահման էր հատել։ Դրսորել էր մի դաժանություն, որի մասին նույնիսկ ինքը չգիտեր, որ կրում է։ Ինչու ես դա արեցի, մրմնջաց Ռուբենը, ավելի շատ իրեն, քան Կարինեին։ Ինչու ես պետք է նվաստացնեի մի աղքատ տղայի, որպեսզի ինձ գերազանց զգայի։ Կարինեն չպատասխանեց։ Պարզապես սպասեց։ Ռուբենը շարունակեց, նրա ձայնը լի էր մի բանով, որը նա հազվադեպ էր ցուցադրում։ Իրական զղջում։ Ես ամբողջ կյանքս կառուցել եմ այս կերպարը։ Փայլուն գործարար, գերազանց մտավորական մարդ, որն ունի բոլոր պատասխանները։ Բայց մի բոբիկ տղա, որը սովորում է աղբի գրքերով, ապացուցեց, որ ես ոչինչ չգիտեմ։ Ապացուցեց, որ իմ ամբարտավանությունը դատարկ է։ Եվ ամենավատն այն է, որ նա ճիշտ էր։ Այն ամենում, ինչ ասաց։ Մենք տաղանդներ ենք վատնում։ Մենք դատում ենք արտաքինով։ Մենք դաժան ենք նրանց հետ, ովքեր ամենաշատն օգնության կարիք ունեն։ Ռուբենի մեջ սկսվող փոխակերպումն իրական էր։ Դա պարզապես մեղքի զգացում կամ սոցիալական ամոթ չէր։ Դա իրական զարթոնք էր։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ նա տեսնում էր իր արտոնությունների պղպջակից այն կողմ։ Կարինեն նկատեց փոփոխությունը, որոշեց նրան մարտահրավեր նետել։ Եթե դուք իսկապես ուզում եք ինչ-որ բան փոխել, ասաց նա, միայն մի ողջ բացեք։ Իրական քայլ արեք։ Այդ տղան առաջարկում է ծրագիր ստեղծել այլ երեխաներին օգնելու համար։ Դուք ռեսուրսներ ունեք։ Ազդեցություն ունեք։ Կարող եք լուծման մաս լինել, փոխանակ շարունակելու խնդրի մաս լինել։ Կարինեի խոսքերը Ռուբենին հարվածեցին որպես բռունցք։ Նա ճիշտ էր։ Լիովին։ Նա վերցրեց հեռախոսը, ուղիղ զանգահարեց ԵՓՀ-ի ռեկտորին։ Զրույցն ուղիղ էր։ Ռուբենն ուզում էր իմանալ այն ծրագրի մասին, որը Գաբրիելն առաջարկել էր որպես համալսարանի օգնությունն ընդունելու պայման։ Ուզում էր իմանալ, թե որքան կարժենա։ Ուզում էր իմանալ, թե ինչպես կարող է օգնել։ Ռեկտորը սկզբում զարմացած բացատրեց, որ Գաբրիելի առաջարկը հավակնոտ է։ Ստեղծել տաղանդների ակտիվ որոնման ծրագիր բազմամասնագիտական թիմերով, որոնք կգնան փողոցներ, կացարաններ, ծայրամասային համայնքներ։ Առաջարկել ոչ միայն տեղեր համալսարանում, այլ ամբողջ անհրաժեշտ աջակցությունը։ Բնակարան, սնունդ, առողջապահություն, հոգեբանական աջակցություն, ակադեմիական նախապատրաստություն։ Դա թանկ կլիներ։ Շատ թանկ։ Բայց դա կփոխեր ամեն ինչ։ Ռուբենը չվարանեց։ Ուզում եմ ֆինանսավորել նախագիծը, ասաց նա։ Ուզում եմ լինել առաջին խոշոր նվիրատուն։ Եվ ուզում եմ դրանից ավելին անել։ Ուզում եմ ակտիվ մասնակցել։ Ուզում եմ սովորել այս տղայից։ Ուզում եմ հասկանալ այն, ինչ ամբողջ կյանքում չեմ տեսել, փակված լինելով իմ փղոսկրե աշտարակում։ Ռեկտորը մի պահ լռեց, մարսելով այդ անսպասելի շրջադարձը։ Հետո համաձայնեց։ Մի պայմանով։ Ռուբենը պետք է դա աներ խոնարհությամբ։ Առանց ուշադրության կենտրոնում լինելու, առանց անձնական մարքեթինգի։
Ոչ թե որպես բարեգործական ակտ իր կերպարը մաքրելու համար, այլ որպես իրական հանձնառություն սոցիալական արդարությանը։ Ռուբենը համաձայնեց։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ զգաց, որ իսկապես կարևոր բան է անում։ 2 օր անց ռեկտորատում փակ հանդիպման ժամանակ Գաբրիելը, ռեկտոր Ֆերդինանդը, Ռուբենը, Լիլիթը հասարակական շարժումների ներկայացուցիչները հավաքվեցին քննարկելու նախագիծը։ Գաբրիելը սենյակ մտավ նոր հագուստով, որը Լիլիթը գնել էր նրա համար։ Բայց նրա աչքերը դեռ կրում էին այն լարվածությունը, այն վճռականությունը, որը տպավորել էր բոլորին գիտաժողովում։ Նա ուղիղ նայեց Ռուբենին։ Նրա հայացքում զայրույթ չկար։ Միայն լուռ պահանջ։ Սպասում, որ այդ մարդն ապացուցի, որ իսկապես փոխվել է։ Հանդիպումը տեց ժամեր։ Քննարկեցին նախագծի յուրաքանչյուր մանրուք։ Գաբրիելը հստակ զարմանալիորեն հասուն գաղափարներ ուներ, թե ինչպես պետք է այն աշխատի։ Նա չէր ուզում օգնության ծրագիր, որը աղքատ երեխաներին կվերաբերվեր որպես խեղճերի։ Նա ուզում էր ծրագիր, որը կճանաչեր նրանց ներուժը, որը նրանց կվերաբերվեր արժանապատվությամբ հարգանքով։ Որը կառաջարկեր խիստ մտավոր մարտահրավերներ, ոչ թե կհեշտացներ ամեն ինչ խղճահարությունից ելնելով։ Որը կպատրաստեր այդ երեխաներին հավասար պայմաններում մրցելու նրանց հետ, ովքեր միշտ հասանելիություն են ունեցել թանկարժեք դպրոցների մասնավոր ուսուցիչների։ Ռուբենը լուռ լսում էր ամեն ինչ, նշումներ անելով։ Նա այժմ հասկանում էր, թե որքան սահմանափակ է եղել իր աշխարհայացքը։ Որքան բան է կորցրել, ապրելով մեկուսացված իր արտոնությունների պղպջակում։ Եվ որքան կարող է սովորել, եթե իր միտքը բացի տարբեր իրականությունների համար։ Հանդիպման վերջում նախագիծը ձևավորվել էր։ Այն կոչվելու էր «Հանճարների որոնում»։ Սոցիալական աշխատողների, հոգեբանների, մանկավարժների բազմամասնագիտական թիմը կշրջեր Երանի փողոցներով, հայտնաբերելով արտասովոր ակադեմիական ներուժ ունեցող անապահով երիտասարդների։ Այդ երիտասարդները կստանային ուսման լրիվ կրթաթոշակներ, ուսանողական հանրակացարան, սնունդ, առողջապահություն, իրենց տաղանդները զարգացնելու համար անհրաժեշտ ողջ աջակցությունը։ Բայց նախագիծը դրանով չէր սահմանափակվի։ Այն նա կներառեր մենթորություն տարբեր ոլորտների մասնագետների հետ, պրակտիկա ընկերություններում, հասանելիություն լաբորատորիաներին, ժամանակակից սարքավորումներին։ Գաղափարն այն էր, որ ոչ միայն այդ երեխաներին հանեն փողոցներից, այլ պատրաստեն նրանց փոխելու իրենց սեփական իրականությունը, ի վերջո իրենց համայնքների իրականությունը։ Գաբրիելը կլիներ առաջին շահառուն նախագծի խորհրդանիշը։ Բայց նա պնդեց, որ ակտիվորեն մասնակցի որոշումների կայացմանը։ Նա հասկանում էր փողոցների իրականությունը մի կերպ, որ ոչ ոք այդ սենյակում չէր հասկանում։ Գիտեր, թե որոնք են իրական կարիքները, իրական խոչընդոտները։ Հետաբար, նրա ձայնն էական էր։ Ռուբենը պարտավորվեց սկզբնական նվիրատվություն կատարել 10 միլիոն դրամի չափով։ Դա շատ գումար էր, բայց նա շատ ավելին ուներ։ Եվ առաջին անգամ նա իր հարստությունն օգտագործում էր մի բանի համար, որն իսկապես կարևոր էր։ Նա առաջարկեց օգտագործել իր ազդեցությունը այլ խոշոր նվիրատուների ներգրավելու համար։ Այդ նախագիծը մշտական կայուն նախաձեռնության վերածելու համար, որը կարող է գոյատել անկախ իր անձնական մասնակցությունից։ Հանճարների որոնում նախագծի մասին հայտարարվեց հուզիչ մամուլի ասուլիսում։ Գաբրիելը բարձրացավ ամբիոն ռեկտորի Ռուբենի կողքին։ Լուսանկարչական ապարատները անդադար կտկտում էին։ Լրագրողները շտապողական հարցեր էին տալիս։ Գաբրիելը վերցրեց խոսափողը, խոսեց նույն պարզությամբ ու հասունությամբ, որը ցուցաբերել էր գիտաժողովում։ Այս նախագիծն իմ մասին չէ, ասաց նա։ Այն բոլոր այն երեխաների մասին է, որոնց հասարակությունը ծածնում է, թե չի տեսնում։ Այն ընդունելու մասին է, որ տաղանդը հասցե չունի, որ ինտելեկտը ազգանվան կարիք չունի, որ հանճարը կարող է ծնվել ցանկացած վայրում։ Այս նախագիծն առաջին քայլն է։ Փոքր, բայց կարևոր։ Որովհետև եթե մենք կարողանանք ցույց տալ, որ դա հնարավոր է, որ դա աշխատում է, գուցե այլ քաղաքներ, այլ մարզեր, այլ երկրներ հետեն օրինակին։ Գուցե մի օր մենք ապրենք մի աշխարհում, որտեղ ոչ մի երեխա անտեսանելի չի լինի։ Որտեղ ոչ մի տաղանդ չի վատնվի աղքատության պատճառով։ Գաբրիելի խոսքերը հուզեցին բոլորին։ Ռուբենը նրա կողքին զգուշորեն սրբում էր մի արցունք։ Երբեք չէր պատկերացնի, որ կփոխվի 12 տարեկան տղայի շնորհիվ, որ կստիպվի դիմակայել իր նախապաշարմունքներին, իր ամբարտավանությանը, իր պատահական դաժանությանը։ Բայց այժմ դա տեղի էր ունենում։
Եվ նա ընտրում էր ընդունել այդ փոխակերպումը, փոխանակ դիմադրելու դրան։ Ասուլիսից հետո Գաբրիելն իր առաջին պաշտոնական օրն ունեցավ որպես ԵՓ-ի ուսանողական հանրակացարանի բնակիչ։ Լիլիթը պնդեց, որ ուղեկցի նրան։ Նա դարձել էր նրա համար ավագ քրոջ պես մի բան, մեկը, ում նա վստահում էր, մեկը, ով օգնում էր նրան կողմնորոշվել այս նոր ու վախեցնող աշխարհում։ Հանրակացարանի սենյակը պարզ էր, բայց մաքուր։ Մահճակալ, գրասեղան, պահարան։ Գաբրիելի համար, որն անցկացրել էր վերջին 2 տարիները ծածկերի կամուրջների տակ քնելով, դա պալատ էր։ Նա նստեց մահճակալին երկար ժամանակ անց առաջին անգամ թույլ տվեց իրեն զգալ այն հուզմունքը, որը ճնշել էր։ Արցունքներ հոսեցին նրա դեմքով։ Դրանք տխրության արցունքներ չէին, այլ թեթության, երախտագիտության, հույսի։ Լիլիթը նստեց նրա կողքին, գրկեց նրան։ Դու արժանի ես սրան, Գաբրիել, մեղմ ասաց նա։ Դու միշտ արժանի ես եղել։ Խնդիրը երբեք դու չես եղել։ Աշխարհն էր, որը պատրաստ չէր տեսնելու քո լույսը։ Բայց հիմա պատրաստ է։ Եվ դու այնքան պայծառ ես փայլելու, որ ոչ ոք այլս չի կարողանա անտեսել։ Գաբրիելը սրբեց արցունքները, ժպտաց։ Դա փոքր, դեռ ամաչկոտ, բայց անկեղծ ժպիտ էր։ 2 տարվա մեջ առաջին անգամ նա զգում էր, որ գուցե ապագա կա։ Որ գուցե իր երազանքները պարզապես անհնարին ֆանտազիաներ չեն։ Որ գուցե ինքն իսկապես կարող է փոփոխություն բերել։ Համալսարանում առաջին ամիսները դժվար էին։ Գաբրիելը պետք է հարմարվեր բոլորովին այլ առօրյայի։ Կանոնավոր դասեր, ֆիքսված ժամեր, այլ ուսանողների հետ համակեցություն։ Նա սկսեց ակադեմիական արագացված ծրագրով, ուսումնասիրելով այն նյութերը, որոնք պետք է սովորեր փողոցներում անցկացրած տարիներին։ Բայց նրա արտասովոր ինտելեկտը ստիպում էր նրան ամեն ինչ յուրացնել տպավորիչ արագությամբ։ Դասախոսները հիացած էին նրա ըմբռնման ունակությամբ։ Նա ոչ միայն անգիր էր անում, այլ իսկապես հասկանում էր հասկացությունները, կապեր էր ստեղծում, բարդ տրամաբանություններ զարգացնում։ 6 ամսում Գաբրիելը լրացրել էր ողջ բաց թողած նյութը։ Պատրաստ էր սկսել ավագ դպրոցը։ Բայց դասախոսներն այլ բան առաջարկեցին։ Այն ունակությամբ, որ նա ցուցաբերում էր հատկապես մաթեմատիկայի գիտությունների ոլորտում, գուցե իմաստ ուներ էլ ավելի արագացնել նրա ակադեմիական ուղին։ Նրան ենթարկել գիտելիքների ստուգման քննությունների։ Թույլ տալ, որ դասարաններ բաց թողնի։ Գաբրիելը մտածեց առաջարկի մասին։ Չէր ուզում, որ իրեն տեսնեն որպես ցուցամոլ հրաշամանուկ։ Բայց նա իմաստ չէր տեսնում տարիներ ծախսելու այնպիսի բաներ ուսումնասիրելու վրա, որոնք արդեն տիրապետում էր։ Ընդունեց մարտահրավերը։ Հանձնեց քննությունները։ Եվ բոլորը հանձնեց բացառիկ գնահատականներով։ 13 տարեկանում Գաբրիելն արդեն ավագ դպրոցի վերջին դասարանում էր։ 14-ում արդեն ավարտել էր, պատրաստվում էր ընդունելության քննություններին։ Նրա մասնագիտության ընտրությունն ակնհայտ էր։ Դեղագործություն։ Այն ոլորտը, որը հիացրել էր նրան այն օրվանից, երբ աղբի մեջ գտել էր դեղակինետիկայի այն վնասված գիրքը։ Այն ոլորտը, որտեղ նա ցուցադրել էր իր հանճարը գիտաժողովում, որը փոխել էր իր կյանքը։ Մինույն ժամանակ, հանճարների որոնում նախագիծը սկսում էր արդյունքներ ցույց տալ։ Ակտիվ որոնման թիմը առաջին տարում հայտնաբերել էր 15 երիտասարդի երեխաներ դեռահասներ, որոնք ապրում էին փողոցային պայմաններում կամ ծայրամասային համայնքներում, բացառիկ տաղանդներով տարբեր ոլորտներում։ Մաթեմատիկա, երաժշտություն, գրականություն, արվեստ, գիտություններ։ Այդ երիտասարդներից յուրաքանչյուրը ստացավ նույն աջակցությունը, ինչ Գաբրիելը։ Եվ նրանցից յուրաքանչյուրը սկսեց ծաղկել յուրօրինակ գեղեցիկ ձերով։ Մարիամը, 11 տարեկան մի աղջիկ, որն ապրում էր կացարանում, բացահայտվեց որպես երաժշտության հրաշամանուկ։ Նա բարդ մեղեդիներ էր հորինում իր գլխում, երբեք չունենալով հասանելիություն երաժշտական գործիքների կամ պաշտոնական դասերի։ Այժմ սովորում էր կոնսերվատորիայում, դասախոսները հիացած էին նրա բնատուր տաղանդով։ Ռաֆայելը, 15 տարեկան մի դեռահաս, որը տարիներ էր անցկացրել փողոցներում, լեզուների արտասովոր ունակություն ուներ։ Ինքնուրույն սովորել էր անգլերեն, լսելով զբոսաշրջիկների խոսակցությունները։ Այժմ միաժամանակ սովորում էր չինարեն, ֆրանսերեն, գերմաներեն, ապշեցուցիչ հեշտությամբ։ Յուրաքանչյուր պատմություն յուրօրինակ էր։ Յուրաքանչյուր տաղանդ հատուկ էր։ Եվ նրանք բոլորը կենդանի ապացույց էին, որ Գաբրիելը ճիշտ էր։
որ հասարակությունը ամեն օր վատնում էր հանճարների, պարզապես չնայելով արտաքինից, աղքատությունից, մարգինալացումից այն կողմ։ Ռուբեն Թավադյանը ամեն ինչին մոտիկից հետում էր։ Նա պարբերաբար այցելում էր համալսարան, զրուցում նախագծի երիտասարդների հետ, մասնակցում պլանավորման հանդիպումներին։ Նրա փոխակերպումը նկատելի էր։ Ամբարտավան գործարարը, որը գիտաժողովի բեմ էր բարձրացել գերազանցության տեսքով, տեղի էր տվել ավելի խոնարհ, ավելի գիտակից, ավելի մարդկային մարդու։ Նա սկսեց օգտագործել իր ազդեցությունը, փոփոխություններ խթանելու իր սեփական ընկերությունում։ Ստեղծեց պրակտիկայի ծրագիր ծայրամասային համայնքների երիտասարդների համար։ Վերանայեց իր աշխատանքի ընդունման քաղաքականությունը, վերացնելու անգիտակցական նախապաշարմունքները։ Ավելացրեց ներդրումները սոցիալական նախագծերում։ Կարինեն, նրա քարտուղարուհին, գոհունակությամբ դիտում էր այդ փոփոխությունները։ Նա միշտ իմացել էր, որ ամբարտավանության այդ շերտի տակ ավելի լավ մարդ է թաքնված։ Գաբրիելին հաջողվել էր հասնել այդ ավելի լավ մարդուն։ Արոտ շաբաթ օրը, գիտաժողովից 2 տարի անց, Գաբրիելը սովորում էր համալսարանի գրադարանում, երբ Ռուբենը հայտնվեց։ Նա մի քանի րոպե խոսելու խնդրեց։ Երկուսով գնացին դրսի այգու նստարանին։ Ռուբենը նյարդային տեսք ուներ, ինչը անսովոր էր նրա պես սովորաբար ինքնավստահ մարդու համար։ Գաբրիել, սկսեց նա, ես պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ։ Դու փոխեցիր իմ կյանքը։ Գիտեմ, որ դա կարող է տարօրինակ հնչել միլիարդատիրոջ կողմից նախկին փողոցի տղային։ Բայց դա ճիշտ է։ Գաբրիելը հետաքրքրությամբ նայեց նրան։ Ռուբենը շարունակեց. Ես տասնամյակներ եմ անցկացրել, հավատալով, որ իմ արժեքն իմ հարստության, իմ ինտելեկտի, իմ սոցիալական կարգավիճակի մեջ է։ Ես պատեր եմ կառուցել իմ շուրջը։ Պատեր, որոնք խանգարում էին ինձ տեսնել իրականությունը։ Զգալ կարեկցանք։ Լինել իսկապես մարդ։ Երբ դու բարձրացար այդ բեմ պարտության մատնեցիր ինձ, դու ոչ միայն իմ մտավոր ամբարտավանությունը պարտության մատնեցիր։ Դու քանդեցիր այդ պատերը։ Ստիպեցիր ինձ նայել իմ պղպջակից դուրս։ Եվ այն, ինչ ես տեսա, խորապես ամաչեցրեց ինձ։ Գաբրիելը լուռ լսում էր։ Ռուբենի աչքերում այժմ արցունքներ կային։ Բայց դու ինձ նա հույս տվեցիր, շարունակեց նա։ Որովհետև եթե 12 տարեկան մի տղա, որը կորցրել էր ամեն ինչ, որն ապրում էր աղբ հավաքելով, կարողանում էր պահպանել իր մարդկայնությունը, իր մեծահոգությունը, ուրիշներին օգնելու իր ցանկությունը, ապա գուցե ես էլ կարողանայի ավելի լավ մարդ դառնալ։ Եվ ես փորձում եմ, Գաբրիել։ Ամեն օր։ Գուցե ես երբեք չկարողանամ լիովին հատուցել այն վնասը, որը պատճառել եմ իմ անտարբերությամբ տարիների ընթացքում։ Բայց ես փորձում եմ այսուհետ այլ կերպ վարվել։ Գաբրիելը ձեռքը դրեց Ռուբենի ուսին իր 14 տարիքի համար զարմանալիորեն հասուն շարժումով։ Դոկտոր Թավադյան, ասաց նա, ես երբեք չեմ ուզեցել ձեզ նվաստացնել այդ օրը։ Ես պարզապես ուզում էի տեսանելի լինել։ Ուզում էի ապացուցել, որ ես գոյություն ունեմ, որ արժեք ունեմ։ Դուք ինձ այդ հնարավորությունը տվեցիք, թեկուզ ակամա։ Եվ այն, ինչ դուք հիմա անում եք, նախագծով, ձեր ընկերությունում փոփոխություններով, ձեր սեփական փոխակերպմամբ, դա ավելին արժե, քան ցանկացած ներողություն։ Երկու տղամարդիկ, որոնց բաժանում էին տասնամյակների տարիք փորձառությունների աշխարհներ, փոխըմբռնման պահ կիսեցին։ Այնտեղ, համալսարանի այգու այդ նստարանին, անհավանական բարեկամություն էր սկսվում։ Բարեկամություն, հիմնված փոխադարձ հարգանքի, համատեղ աճի, սոցիալական արդարության հանձնառության վրա։ Հաջորդ ամիսներին Գաբրիելը ինտենսիվորեն պատրաստվում էր ընդունելության քննություններին։ Նա գիտեր, որ ունակ է ընդունվելու, բայց դրանից ավելին էր ուզում։ Բացառիկ միավոր էր ուզում։ Ուզում էր ապացուցել ոչ թե ուրիշներին, այլ իրեն, որ պատրաստ է այդ հաջորդ քայլին։ Երբ արդյունքները հայտնի դարձան, Գաբրիելը ստացել էր դեղագործության ամենաբարձր միավորը։ 15 տարեկանում նա կլիներ ԵՓ-ի պատմության մեջ այդ ֆակուլտետ ընդունված ամենաերիտասարդ ուսանողը։ Լուրը կրկին ազգային ուշադրություն գրավեց։ Գաբրիելը, փողոցի հանճարեղ տղան, շարունակում էր իր տպավորիչ ուղին։ Բայց այժմ նա այլս մենակ չէր։ Նա իր շուրջն անհավանական ընտանիք ուներ։ Լիլիթը, որը դարձել էր քույր։ Ռուբենը, որը դարձել էր մենթոր։ Հանճարների որոնում նախագծի մյուս երիտասարդները, որոնք նրա ճանապարհի ուղեկիցներն էին։ Եվ հազարավոր հայեր, որոնք հետում էին նրա պատմությանը ուրախանում նրա հաջողություններով։
Դեղագործության ֆակուլտետում առաջին դասի օրը հուզիչ էր։ Գաբրիելը մտավ լսարան, նստեց առաջին շարքերից մեկում։ Շուրջը նայեց, տեսավ 18, 19, 20 տարեկան երիտասարդների։ Բոլորը իրենից մեծ։ Ոմանք նրան նայում էին հետաքրքրությամբ, մյուսները թերահավատությամբ։ Արդյոք այդ հայտնի տղան իսկապես ունակություն ուներ, թե դա պարզապես լրատվամիջոցների աղմուկն էր։ Գաբրիելին այդ կասկածները չէին հուզում։ Գիտեր, որ իր աշխատանքն իր փոխարեն կխոսի։ Եվ խոսեց։ Առաջին շաբաթներին բոլորի համար պարզ դարձավ, որ Գաբրիելը պարզապես մեդիա տաղանդ չէր։ Նա իսկապես փայլ ուներ։ Նրա ներդրումները դասերին միշտ խորն էին, լավ հիմնավորված։ Նրա աշխատանքներն անթերի էին։ Հասկացությունների նրա ըմբռնումը շատ ավելի խորն էր, քան մակերեսայինը։ Դասախոսները սկսեցին նրան վերաբերվել ոչ թե որպես հրաշամանուկի, այլ որպես հարգարժան մտավոր գործընկերոջ։ Համակուրսեցիները, որոնք սկզբում թերահավատ էին, դարձան երկրպագուներ ընկերներ։ Գաբրիելը վերջապես այնտեղ էր, որտեղ միշտ պետք է լիներ։ Ուսուցման միջավայրում, գիտելիքով շրջապատված, զարգացնելով իր ներուժը։ Փողոցում անցկացրած տարիները սպիներ էին թողել։ Նա դեռ երբեմն մղձավանջներ էր տեսնում։ Դեռ սրտում սեղմոց էր զգում, երբ փողոցներում քնած երեխաներ էր տեսնում։ Դեռ խորը տխրություն էր կրում այն անարդարության համար, որի ականատեսն էր լինում ամեն օր։ Բայց այժմ նա գործիքներ ուներ դրա հետ գործ ունենալու համար։ Կանոնավոր թերապիա, հուզական աջակցություն, մարդկանց ցանց, որոնք հոգ էին տանում նրա մասին։ Եվ ամենից վեր, նա նպատակ ուներ։ Գիտեր, որ իր պատմությունը կարող է փոփոխություններ ոգեշնչել։ Որ իր ձայնը կարող է օգտագործվել անարդարությունները մերկացնելու համար։ Որ իր օրինակը կարող է դռներ բացել ուրիշների համար։ Երբ երկրորդ կուրսը մոտենում էր, Գաբրիելը սկսեց մտածել, թե ինչպես կարող է ընդլայնել հանճարների որոնում նախագծի ազդեցությունը։ Նախագիծը լավ էր աշխատում Երանում, բայց ինչ կասեք Հայաստանի մնացած մասի մասին։ Քանի տաղանդ էր վատնվում այլ քաղաքներում, այլ մարզերում։ Նա սկսեց ձակերպել ծրագիրը ազգայնացնելու առաջարկ։ Դա հավակնոտ կլիներ։ Թանկ, բարդ, բայց հնարավոր։ Եթե կարողանային գտնել ճիշտ գործընկերներ, համապատասխան ֆինանսավորում, անհրաժեշտ քաղաքական աջակցություն։ Գաբրիելը վճռական էր դա իրականացնելու։ Նրա ճանապարհորդությունը նոր էր սկսվում։ 3 տարի էր անցել գիտաժողովի այն փոխակերպիչ օրվանից։ Գաբրիելն այժմ 16 տարեկան էր, դեղագործության ֆակուլտետի կիսաճանապարհին։ Նրա առօրյան լարված էր, բաժանված դասերի, լաբորատորիաների, հետազոտությունների, հանճարների որոնում նախագծի խոսնակի իր աշխատանքի միջ։ Փխրուն ու բոբիկ երեխան դարձել էր վճռական, հստակ խոսող իր պատմության ուժի մասին ավելի ու ավելի գիտակից մի երիտասարդ։ Բայց այդ պատասխանատվության բեռը երբեմն ճնշող էր։ Օգոստոսյան մի անձրոտ օր Գաբրիելն իր սենյակում էր ուսանողական հանրակացարանում, պատրաստելով զեկույց սոցիալական աջակցության համաժողովի համար։ Նրան հրավիրել էին խոսելու հանճարների որոնում նախագծի ազդեցության նախաձեռնությունը ազգային մակարդակով ընդլայնելու իր տեսլականի մասին։ Մինչ նա վերանայում էր համալսարանի տրամադրած համակարգչի սլայդները, զգաց, թե ինչպես է այդ ծանոթ անհանգստությունը սեղմում կուրծքը։ Նույնիսկ փողոցներից հեռու անցկացրած տարիներից հետո, նրա մի մասը դեռ կրում էր այն անտեսանելի տղային, որին ոչ ոք չէր ուզում տեսնել։ Հեռախոսը զանգեց։ Լիլիթն էր։ Նա այժմ աշխատում էր որպես լրագրող մի խոշոր ամսագրում, շարունակում էր մշտական ներկայություն լինել Գաբրիելի կյանքում։ Նրանց միջ խորը, գրեթե եղբայրական կապ էր հաստատվել։ Նա կարողանում էր կարդալ նրա լռությունները, նկատում էր, երբ նա ծանրաբեռնված էր, աջակցում էր դժվար պահերին։ Բար ախպերս, ասաց Լիլիթն այն ջերմ տոնով, որով միշտ դիմում էր նրան։ Ինչպե՞ս ես։ Գաբրիելը հոգոց հանեց։ Լավ եմ։ Ուղղակի մի քիչ նյարդայնանում եմ հաջորդ շաբաթվա համաժողովի համար։ Լիլիթը մեղմ ծիծաղեց։ Դու արդեն խոսել ես հազարավոր մարդկանց լսարանների առաջ, Գաբրիել։ Հարցազրույցներ ես տվել երկրի ամենամեծ լրագրողներին։ Այս անգամ ի՞նչն է տարբեր։ Գաբրիելը մի պահ լռեց, նախքան պատասխանելը։ Այս անգամ ես մեծ բան եմ առաջարկելու։ Շատ մեծ։ Պատրաստվում եմ կառավարությունից աջակցություն խնդրել հանճարների որոնումը ազգայնացնելու համար։
Եթե ես ձախողվեմ, ես կձախողվեմ ոչ միայն իմ համար։ Ես կձախողվեմ բոլոր այն անտեսանելի երեխաների համար, որոնք սպասում են մի հնարավորության։ Լիլիթը հասկացավ նրա զգացած ճնշումը։ Գաբրիել, վստահ ասաց նա, դու երբեք մենակ չես եղել այս գործում։ Մի ամբողջ թիմ է աշխատում նախագծի վրա։ Դոկտոր Թավադյանն է ֆինանսավորում ամեն ինչ։ Համալսարանն է աջակցում։ Եվ ամենակարևորը, կա քո պատմությունը, որն անվիճելի է։ Ոչ ոք չի կարող շղթել քո թողած ազդեցությունը։ Ոչ ոք չի կարող անտեսել այն արդյունքները, որ նախագիծն արդեն ցույց է տվել։ Վստահիր ինքդ քեզ։ Լիլիթի խոսքերը մի փոքր հանգստացրին Գաբրիելի անհանգստությունը։ Նրանք մի քանի րոպե զրուցեցին, նախքան անջատելը։ Գաբրիելը վերադարձավ իր զեկույցին նորացված էներգիայով։ Նա ճիշտ էր։ Թվերն իրենք էին խոսում։ Վերջին 3 տարիների ընթացքում հանճարների որոնումը հայտնաբերել աջակցել էր Երանում 63 երիտասարդի։ Յուրաքանչյուրը հաղթահարման տաղանդի յուրօրինակ պատմությամբ։ Մարիամը, աղջիկը, որը երաժշտություն էր հորինում իր գլխում, հենց նոր հաղթել էր կոմպոզիցիայի ազգային մրցույթում։ Նրա սիմֆոնիկ ստեղծագործությունը հուզել էր ժյուրիին հանդիսատեսին։ Ռաֆայելը, ինքնուս բազմալեզու երիտասարդը, աշխատում էր որպես կամավոր թարգմանիչ փախստականների համար, օգտագործելով իր լեզվական շնորհները, օգնելու այլ մարգինալացված մարդկանց։ Հակոբը, 14 տարեկան մի տղա, որն ապրում էր ծայրամասի մի խրճիթում, բացահայտվել էր որպես ծրագրավորման հանճար։ Նա բարդ հավելվածներ էր ստեղծում, լուծում կոդավորման խնդիրներ, որոնք փորձառու ծրագրավորողները չէին կարողանում։ Այժմ նա մշակում էր մի հավելված, սննդի նվիրատուներին կարիքավոր համայնքների հետ կապելու համար։ Յուրաքանչյուր պատմություն ապացույց էր, որ Հայաստանը վատնում էր անհավանական տաղանդներ, պարզապես չնայելով աղքատությունից այն կողմ։ Յուրաքանչյուր փրկված երիտասարդ հաղթանակ էր անհավասարության դեմ։ Բայց Գաբրիելը գիտեր, որ 63 փոխված կյանքերը, թե նշանակալի, կաթիլ էին օվկիանոսում։ Հազարավոր երեխաներ դեռ ապրում էին փողոցներում։ Հազարավոր տաղանդներ դեռ անտեսանելի էին։ Պետք էր ավելին անել։ Շատ ավելին։ Հաջորդ օրը Գաբրիելը հանդիպում ունեցավ Ռուբենի հետ Հյուսիսային պողոտայում գտնվող դեղագործական ընկերության գրասենյակում։ Միջավայրը շքեղ էր, բայց Գաբրիելն արդեն սովորել էր։ Վերջին տարիներին նա բնականon կերպով տեղաշարժվում էր 2 բոլորովին հակադիր աշխարհների միջ։ Պետական համալսարանի դասասենյակները, կորպորատիվ գրասենյակները։ Ծայրամասային համայնքները, որտեղ ծնվում էին նախագծի տաղանդները, գալա երեկոները, որտեղ նրանք միջոցներ էին հայթայթում։ Ռուբենը նրան ընդունեց ջերմ գրկախառնությամբ։ Գործարարի փոխակերպումը վերջին տարիներին տպավորիչ էր։ Նա դարձել էր սոցիալական արդարության ջերմեռանդ պաշտպան, օգտագործելով իր ազդեցությունն ու ռեսուրսները, իրական փոփոխություններ խթանելու համար։ Նրա ընկերությունն այժմ ուներ սոցիալական ներառման հզոր ծրագրեր։ Նա ՀԿ-ների խորհուրդներում էր նստում։ Հրապարակավ խոսում էր անհավասարության մասին։ Գաբրիել, սկսեց Ռուբենը, հենց որ նստեցին, ես վերանայեցի նախագծի ազգայնացման քո առաջարկը։ Այն հավակնոտ է։ Շատ հավակնոտ։ Գաբրիելը գլխով արեց, պատրաստ պաշտպանելու յուրաքանչյուր մանրուք։ Ռուբենը ժպտաց։ Եվ հենց դրա համար էլ այն կաշխատի։ Դու ունես իմ լիակատար աջակցությունը։ Դրանից ավելին, ես արդեն խոսել եմ այլ գործարարների հետ։ Ստացել եմ ֆինանսավորման խոստումներ, որոնք պետք է ծածկեն առնվազն ընդլայնման առաջին 2 տարիները։ Գաբրիելը թեթության երախտագիտության ալիք զգաց։ Դոկտոր Թավադյան, ես չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ դուք արել եք։ Ռուբենը գլուխը թափահարեց։ Գաբրիել, քանի՞։ Անգամ պետք է խնդրեմ, որ դադարես ինձ շնորհակալություն հայտնելուց։ Ես եմ, որ պետք է հավերժ երախտապարտ լինեմ։ Դու ինձ փրկեցիր ինքս ինձնից։ Ցույց տվեցիր, որ կյանք կա էգոյից ագահությունից այն կողմ։ Սովորեցրիր, որ իսկական հարստությունը բանկային հաշիվներում չէ։ Երկուսով ժամերով զրուցեցին, կատարելագործելով համաժողովի ռազմավարությունը։ Ռուբենը Գաբրիելին կտրամադրեր ծախսերի, լոգիստիկ կառուցվածքի, պոտենցիալ գործընկերների մասին բոլոր անհրաժեշտ տվյալները։ Նա կօգներ նրան կանխատեսել պատասխանել այն առարկություններին, որոնք անշուշտ կառաջանային։ Մինույն ժամանակ դեղագործության ֆակուլտետում Գաբրիելը շարունակում էր ակադեմիական հաջողություններ գրանցել։
Նա գիտական հետազոտություն էր մշակում հակառետրովիրուսային դեղամիջոցների դեղակինետիկայի վերաբերյալ, ուսումնասիրելով, թե ինչպես բարելավել միավի բուժման արդյունավետությունը։ Նրա ղեկավարը, պրոֆեսոր դոկտոր Հենրիկ Սամվելյանը, հարգված հետազոտող էր, որը սկզբում կասկածներ ուներ այդքան երիտասարդ ուսանողի ղեկավարման հարցում։ Բայց Գաբրիելն արագ ապացուցել էր իր արժեքը։ Նրա վերլուծական ունակություններն արտասովոր էին։ Նա շաբաթական տասնյակ գիտական հոդվածներ էր կարդում, տպավորիչ արագությամբ յուրացնելով համադրելով տեղեկատվությունը։ Նրա վարկածները լավ հիմնավորված էին, փորձերը խնամքով մշակված։ Լաբորատորիայում մի օր, քրոմատոգրաֆիայի տվյալները վերլուծելիս, Գաբրիելը հետաքրքիր օրինաչափություն նկատեց արդյունքներում։ Մի բան, որը նախատեսված չէր գոյություն ունեցող գրականության մեջ։ Նա կանչեց պրոֆեսոր Հենրիկին, ցույց տվեց իր դիտարկումները։ Պրոֆեսորը մի քանի րոպե լուռ մնաց, ուսումնասիրելով գրաֆիկները։ Հետո հիացմունքի արտահայտությամբ նայեց Գաբրիելին։ Գաբրիել, ասաց նա, կարծում եմ, դու հենց նոր նշանակալի հայտնագործություն ես արել։ Եթե այս արդյունքները հաստատվեն, դրանք կարող են փոխել այս դեղամիջոցների կիրառման ձ. Գաբրիելը զգաց, թե ինչպես է սիրտը բաբախում։ Նա սիրում էր այդ զգացողությունը, լինել գիտելիքի սահմանագծին, բացահայտել բաներ, որոնք ոչ ոք նախկինում չգիտեր։ Հենց դրա համար էր ստեղծված նրա միտքը։ Ուսումնասիրելու, հարցադրելու, բացահայտելու։ Բայց նույնիսկ ակադեմիական ամենամեծ հաջողությունների պահերին Գաբրիելը երբեք չէր մոռանում, թե որտեղից է եկել։ Ամեն շաբաթ նա մի քանի ժամ էր նվիրում կացարաններ, ծայրամասային համայնքներ այցելելուն, զրուցելով անապահով երեխաների երիտասարդների հետ։ Նա ուզում էր, որ նրանք իմանան, որ արժեք ունեն, որ տեսանելի են, որ հույս կա։ Այդ այցելություններից մեկի ժամանակ, Երանի արևելյան թաղամասերից մեկի համայնքում, Գաբրիելը հանդիպեց 10 տարեկան մի աղջկա, Անի անունով։ Նա մենակ նստած էր մի անկյունում, փայտիկով գետնին նկարելով։ Գաբրիելը մոտեցավ, տեսավ, որ նա նկարում է բարդ երկրաչափական պատկերներ, զարմանալիորեն բարդ մաթեմատիկական օրինաչափություններ։ Մաթեմատիկա սիրում ես, հարցրեց Գաբրիելը նստելով նրա կողքին։ Անին կասկածանքով նայեց նրան։ Չգիտեմ, մրմնջաց նա։ Երբեք նորմալ դասի չեմ գնացել։ Բայց սիրում եմ թվերը տեսնել իմ գլխում։ Դրանք իմաստ ունեն։ Գաբրիելը ժպտաց։ Նա հիանալի հիշում էր այդ զգացողությունը։ Անի, մեղմ ասաց նա, դու գիտես, որ հատուկ ես։ Դու հազվագյուտ տաղանդ ունես։ Եվ ես ուզում եմ օգնել քեզ զարգացնել այն։ Աղջիկը նրան նայեց հույսի վախի խառնուրդով։ Ոչ ոք երբեք նրա հետ այդպես չէր խոսել։ Ոչ ոք երբեք չէր ընդունել, որ նա ավելին է, քան պարզապես մեկ աղքատ երեխա։ Գաբրիելը պայուսակից թուղթ ու գրիչ հանեց։ Ես քեզ մի մարտահրավեր կտամ, ասաց նա։ Եթե կարողանաս լուծել, ես քեզ կներառեմ հանճարների որոնում ծրագրում։ Դու կունենաս դպրոց, ուտելիք, ապրելու տեղ, ուսուցիչներ, որոնք քեզ ամեն ինչ կսովորեցնեն մաթեմատիկայի մասին։ Համաձայն ես։ Անիի աչքերը փայլեցին։ Նա եռանդուն գլխով արեց։ Գաբրիելը մաթեմատիկական խնդիր գրեց։ Այն հեշտ չէր, բայց նա անհնարին չէր բնատուր տաղանդ ունեցողի համար։ Անին վերցրեց թուղթը, սկսեց ուսումնասիրել խնդիրը։ Գաբրիելը դիտում էր նրա լիակատար կենտրոնացումը, այն, թե ինչպես էին շուրթերը լուր շարժվում, մինչ նա թվերն իր գլխում մշակում էր։ 15 րոպե անց Անին պատասխանն ուներ։ Եվ այն ճիշտ էր։ Գաբրիելը զգաց բացահայտման այդ ծանոթ զգացողությունը։ Եվս մեկ հանճար, թաքնված աղքատության անտեսանելիության մեջ։ Եվս մեկ կյանք, որը կարող էր փոխվել։ Անին դարձավ հանճարների որոնում ի 64-րդ շահառուն։ Երբ Գաբրիելը հաջորդ շաբաթ հասավ սոցիալական աջակցության համաժողովին, նա նյարդային էր, բայց պատրաստ։ Միջոցառումը տեղի էր ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հավաքելով պետական պաշտոնյաների, սոցիալական աշխատողների, հետազոտողների, ակտիվիստների ամբողջ երկրից։ Գաբրիելը պետք է լիներ երկրորդ օրվա եզրափակիչ բանախոսը։ Սրահը լեփ-լեցուն էր, երբ նա բարձրացավ բեմ։ 1000-ից ավելի մարդիկ սպասումով նայում էին նրան։ Գաբրիելը խորը շունչ քաշեց, նայեց հանդիսատեսին, սկսեց։ Ոչ թե տվյալներով կամ վիճակագրությամբ, այլ պատմությամբ։ Իր սեփական պատմությամբ։
Նա խոսեց 12 տարեկան տղայի մասին, որը քնում էր ծածկերի տակ սովորում աղբի գրքերով։ Այն օրվա մասին, երբ նրան նվաստացրին մի դահլիճում, նա որոշեց ապացուցել իր արժեքը։ Այդ օրվանից անցած 3 տարիների, փոխված կյանքերի, բացահայտված տաղանդների մասին։ Նրա ձայնը վստահ էր, հուզված, բայց զուսպ։ Նա սովորել էր օգտագործել իր պատմությունը որպես գործիք, ոչ թե որպես հենարան։ Հետո պատմեց Անիի մասին, Մարիամի մասին, Ռաֆայելի մասին, Հակոբի մասին։ 63 երիտասարդներից յուրաքանչյուրի մասին, որոնց կյանքերը փոխվել էին հանճարների որոնում ի շնորհիվ։ Հանդիսատեսը լիակատար լռության մեջ էր, կլանված յուրաքանչյուր բառով։ Հետո Գաբրիելը ներկայացրեց թվերը։ Յուրաքանչյուր երիտասարդի վրա կատարված ծախսը, հաջողության մակարդակը, չափելի սոցիալական ազդեցությունը, երկարաժամկետ վերադարձը ոչ միայն տնտեսական, այլ սոցիալական համախմբվածության, հանցավորության նվազեցման, համայնքային զարգացման առումով։ Ամեն ինչ փաստաթղթավորված էր, ապացուցված, անհերքելի։ Վերջապես, նա ներկայացրեց առաջարկը։ Ընդլայնել է հանճարների որոնումը Հայաստանի բոլոր մարզկենտրոններում առաջիկա 2 տարիների ընթացքում։ Ստեղծել անապահով տաղանդավոր երիտասարդների հայտնաբերման աջակցության ազգային ցանց։ Հաստատել գործընկերություններ պետական մասնավոր համալսարանների, մարզային համայնքային իշխանությունների, ընկերությունների երրորդ սեկտորի կազմակերպությունների հետ։ Այն տեղական նախագծից վերածել ազգային պետական քաղաքականության։ Անհրաժեշտ ներդրումը զգալի էր։ Բայց Գաբրիելը ցույց տվեց, որ դա իրագործելի է։ Նա ուներ Ռուբենի պես գործարարների ֆինանսական խոստումները։ Ուներ մի քանի համալսարանների ինստիտուցիոնալ աջակցությունը։ Ուներ մի քանի մարզպետների ցուցաբերած հետաքրքրությունը։ Պակասում էր միայն անհրաժեշտ քաղաքական կամքը, դա ազգային առաջնահերթություն դարձնելու համար։ Երբ նա ավարտեց իր ելույթը, հանդիսատեսը ոտքի կանգնեց, ծափահարելով։ Մարդիկ բացահայտ լացում էին։ Պետական պաշտոնյաները մոտենում էին նրան, խնդրելով ավելի շատ տեղեկություններ, թե ինչպես իրենց քաղաքներում նմանատիպ ծրագրեր իրականացնել։ Լրագրողները հերթ էին կանգնել հարցազրույցների համար։ Բայց ամենանշանակալի պահը տեղի ունեցավ, երբ միջին տարիքի մի կին արցունքոտ աչքերով մոտեցավ Գաբրիելին։ Նա ներկայացավ որպես կրթության նախարար։ Նա խորապես հուզված էր ելույթից։ Պարոն Գաբրիել, ասաց նա, հուզմունքից դողալով, կառավարությունը ցանկանում է աջակցել ձեր նախագծին։ Մենք հանճարների որոնումը կներառենք հաջորդ բյուջեում որպես ազգային փորձնական ծրագիր։ Դուք կունենաք դաշնային միջոցներ առաջին տարում 10 մարզկենտրոններում ընդլայնվելու համար։ Գաբրիելը հազիվ էր հավատում։ Այս ամենը անիրական էր թվում։ 3 տարի առաջ նա քնում էր ծածկերի տակ։ Այժմ նա խոսում էր կրթության նախարարի հետ ազգային պետական քաղաքականության մասին։ Այդ գիշեր, վերադառնալով ուսանողական հանրակացարան, Գաբրիելը զանգահարեց Լիլիթին, պատմելու նորությունները։ Նա ուրախությունից բղավեց հեռախոսի մյուս կողմից։ Ախպերս, դու արեցիր դա։ Դու իսկապես արեցիր դա։ Գաբրիելը ժպտաց, բայց նրա ձայնը մտածկոտ էր։ Մենք արեցինք, Լիլիթ։ Բոլորս միասին։ Եվ սա միայն սկիզբն է։ Դեռ այնքան բան կա անելու։ Հաջորդ ամիսներին Գաբրիելի կյանքն էլ ավելի լարված դարձավ։ Նա պետք է հավասարակշռեր ֆակուլտետի դասերը, իր գիտական հետազոտությունը, հանճարների որոնում ազգային ընդլայնումը կառուցելու հանդիպումները, նախագծի խոսնակի իր պարտականությունները։ Երբեմն նա իրեն ծանրաբեռնված էր զգում, փորձելով միաժամանակ լինել դեռահաս, ուսանող սոցիալական ակտիվիստ։ Բայց հետո նա մտածում էր Անիի մասին, որը բացահայտում էր, որ մաթեմատիկան անուն ունի։ Մարիամի մասին, որը հորինում էր սիմֆոնիաներ, որոնք հուզում էին լսարաններին։ Ռաֆայելի մասին, որը ձայն էր տալիս փախստականներին։ Եվ հիշում էր, թե ինչու էր այս ամենը կարևոր։ Ռուբենը դարձավ ոչ միայն ֆինանսավորող, այլ իսկական մենթոր։ Նրանք պարբերաբար հանդիպում էին, քննարկելու ռազմավարություններ, կիսվելու մտահոգություններով, պլանավորելու ապագան։ Ռուբենը Գաբրիելին սովորեցնում էր բիզնեսի աշխարհի մասին, թե ինչպես բանակցել, ինչպես գաղափարները համոզիչ ներկայացնել, ինչպես կայուն գործընկերություններ կառուցել։ Գաբրիելը Ռուբենին սովորեցնում էր կարեկցանքի մասին, թվերից այն կողմ տեսնելու մասին, միշտ հիշելու, որ յուրաքանչյուր վիճակագրության հետում իրական մարդկային կյանք կա։
Նրանց միջ հարաբերությունները խորը փոխադարձ հարգանքի վրա էին հիմնված։ Ռուբենը Գաբրիելի մեջ տեսնում էր այն որդուն, որը երբեք չի ունեցել, մեկին, ով փայլուն էր ոչ միայն մտավոր, այլ բարոյապես։ Գաբրիելը Ռուբենի մեջ տեսնում էր ապացույց, որ մարդիկ կարող են փոխվել, որ հնարավոր է արթնանալ իրականությանը ընտրել այլ կերպ վարվել։ Մի օր, երբ նրանք ընթրում էին մի համեստ ռեստորանում, Ռուբենը խոստովանություն արեց. «Գաբրիել», ասաց նա, «ես մտածում էի գիրք գրել իմ ճանապարհորդության մասին։ Այն մասին, թե ինչպես 12 տարեկան մի տղա ինձ լիովին փոխեց։ Դու ինձ թույլ կտաս պատմել մեր պատմությունը»։ Գաբրիելը մի պահ մտածեց. «Ես կցանկանայի, որ պատմեիք, դոկտոր Թավադյան, բայց ոչ թե որպես պատմություն իմ, ձեզ փոխելու մասին։ Պատմեք որպես պատմություն մի անարդար համակարգի մասին, որը թույլ է տալիս, որ տաղանդները վատնվեն, այն մասին, թե ինչպես մենք բոլորս կարող ենք ընտրել այլ կերպ վարվել»։ Ռուբենը ժպտաց. «Դու ճիշտ ես։ Ինչպես միշտ։ Հենց այդպիսի գիրք էլ կգրեմ»։ Երբ 4-րդ կուրսը մոտենում էր, Գաբրիելը սկսեց մտածել իր ապագայի մասին։ Նա սիրում էր գիտական հետազոտությունները, բայց նա ավելի ու ավելի էր գրավում սոցիալական ակտիվիզմը։ Հնարավոր էր արդյոք համատեղել երկուսը։ Կատարել հետազոտություն, որն ուղղակի սոցիալական ազդեցություն կունենա։ Մշակել մատչելի դեղամիջոցներ կարիքավոր բնակչության համար։ Օգտագործել գիտական գիտելիքը որպես սոցիալական արդարության գործիք։ Նա այս մասին խոսեց պրոֆեսոր Հենրիկի, իր ղեկավարի հետ։ Պրոֆեսորը նրան քաջալերեց հետել այդ ուղուն։ «Գաբրիել», ասաց նա, «աշխարհին պետք են գիտնականներ, որոնք չեն մոռանում գիտության մարդկային չափումը։ Որոնք հիշում են, որ հետազոտությունը ոչ միայն հրապարակումների մրցանակների մասին է, այլ կյանքեր բարելավելու։ Դու կարող ես լինել այդպիսի գիտնական»։ Մինույն ժամանակ, հանճարների որոնումը շարունակում էր աճել։ Կառավարության աջակցությամբ նախագիծը իրականացվեց 10 մարզկենտրոններում։ Հարյուրավոր նոր երիտասարդներ էին հայտնաբերվում, աջակցվում, նրանց կյանքերը փոխվում էին։ Յուրաքանչյուր քաղաք զարգացնում էր իր սեփական ինքնությունը նախագծի շրջանակներում, մեթոդաբանությունը հարմարեցնելով տեղական իրականություններին։ Գյումրիում շեշտը դրվում էր գեղարվեստական տաղանդների վրա, մի քանի երիտասարդներ բացահայտվում էին որպես բացառիկ երաժիշտներ, պարողներ նկարիչներ։ Դիլիջանում երիտասարդներից շատերն ունեին խորը գիտելիքներ անտառի, էթնոբուսաբանության, էկոլոգիայի մասին։ Վանաձորում տեխնոլոգիայի մի քանի հրաշամանուկներ էին բացահայտվում։ Հայաստանը սկսում էր տեսնել իր թաքնված տաղանդները։ Եվ յուրաքանչյուր հաջողության պատմություն հաստատում էր Գաբրիելի տեսլականը։ Ինտելեկտը հասցե չուներ։ Հանճարը կարող էր ծաղկել ցանկացած վայրում։ Արոտ կիրակի օրը Գաբրիելն այցելեց այն հին վայրը, որտեղ սովորաբար քնում էր Աբովյան փողոցի հացի փռի ծածկը։ Նա դա անում էր երբեմն, որպես հիշեցում, թե որտեղից է եկել, իր պատմության հետ կապը չկորցնելու համար։ Նստեց գետնին, հենվեց պատին, փակեց աչքերը։ Հիշեց իր զգացած ցուրտը, մշտական քաղցը, իրեն կլանող անտեսանելիությունը։ Բայց նա հիշեց այն հույսը, որը երբեք նրան չէր լքել։ Այն համար հավատը, որ իր համար ավելին կար, նույնիսկ երբ ոչինչ դա չէր ցույց տալիս։ Փողոցի մի տղա մոտեցավ, հետաքրքրությամբ նայելով Գաբրիելին։ Տղան մոտ 8 տարեկան էր, կեղտոտ հագուստով, բոբիկ ոտքերով։ Գաբրիելն իրեն տեսավ այդ երեխայի մեջ։ «Ողջույն», մեղմ ասաց Գաբրիելը, «անունդ ինչ է»։ Տղան վարանեց, նախքան պատասխանելը։ «Պետրոս»։ «Բար, Պետրոս։ Իմ անունը Գաբրիել է։ Այստեղ մոտերք ես ապրում»։ Պետրոսը գլխով արեց։ «Հենց այստեղ եմ ապրում։ Այս փողոցում»։ Գաբրիելը զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ «Դպրոց գնում ես, Պետրոս»։ Տղան բացասական գլխով արեց։ Գաբրիելը խորը շունչ քաշեց։ «Պետրոս», ասաց նա, «հավատո՞ւմ ես, որ քո կյանքը կարող է այլ լինել։ Որ կարող ես սովորել, ապրելու տեղ ունենալ, անել այն, ինչ սիրում ես»։ Պետրոսը նայեց Գաբրիելին այն աչքերով, որոնք չափազանց շատ տառապանք գիտեին այդքան փոքր երեխայի համար։ «Չգիտեմ», մրմնջաց նա։ «Ոչ ոք երբեք իմ մասին հոգ չի տարել»։ Գաբրիելը դրամապանակից մի քարտ հանեց։ Դա երանումը հանճարների որոնում ի թիմի կոնտակտն էր։ «Լսիր, Պետրոս, ես այս քարտը կթողնեմ քեզ մոտ։
Երբ պատրաստ լինես, երբ կյանքդ փոխելու հնարավորություն ուզենաս, զանգիր այս համարով։ Ասա, որ Գաբրիելի ընկերն ես։ Նրանք քեզ կօգնեն։ Պետրոսը դողացող ձեռքերով վերցրեց քարտը, կարծես թանկարժեք փխրուն բան լիներ։ Գաբրիելս մի քանի րոպե զրուցեց տղայի հետ, փորձելով հույսի սերմ ցանել այդքան վիրավոր սրտում։ Երբ վերջապես վեր կացավ գնալու, վերջին անգամ շրջվեց։ Պետրոս, ասաց նա, դու անտեսանելի չես։ Դու գոյություն ունես։ Դու կարող ես։ Հիշիր դա։ Տղան գլխով արեց, քարտը սեղմելով կրծքին։ Գաբրիելը քայլեց Աբովյան փողոցով, արցունքներն աչքերին։ Դեռ այնքան աշխատանք կար անելու։ Այնքան պետրոսներ, որոնք սպասում էին մի հնարավորության։ Բայց այժմ նա գործիքներ ուներ օգնելու։ Ձայն ուներ մերկացնելու։ Իր շուրջը աճող շարժում ուներ։ Այլս մենակ չէր այս պայքարում։ Այդ գիշեր Գաբրիելը համալսարանից նամակ ստացավ։ Դա պաշտոնական հրավեր էր, լինելու դեղագործության ֆակուլտետի հաջորդ մեծ գիտական գիտաժողովի բացման բանախոսը։ Նույն գիտաժողովը, որտեղ 5 տարի առաջ նրա կյանքը լիովին փոխվել էր։ Նույն դահլիճը, որտեղ նրան նվաստացրել էին, իսկ հետո հաղթանակել։ Գաբրիելը երկար նայեց հրավերին։ Դա լիակատար շրջան կազմելու պահ կլիներ։ Վերադառնալու այն վայրը, որտեղ ամեն ինչ սկսվել էր, բայց այժմ որպես հարգված ուսանող, խոստումնալից հետազոտող, ճանաչված ակտիվիստ։ Նա առանց վարանելու ընդունեց հրավերը։ Հաջորդ ամիսներին, մինչ նա պատրաստվում էր ելույթին, Գաբրիելը խորում էր իր ճանապարհորդության մասին։ 5 տարի։ Թվում էր, մի ամբողջ կյանք։ Աղբ հավաքող անտեսանելի տղան դարձել էր 17 տարեկան երիտասարդ, որը սովորում էր դեղագործության ֆակուլտետում, գիտական հետազոտություններ էր մշակում, ղեկավարում սոցիալական արդարության ազգային շարժում։ Դա գրեթե անհավատալի էր։ Բայց միևնույն ժամանակ Գաբրիելը զգում էր, որ ինչ-որ կերպ միշտ իմացել է, որ կհասնի այստեղ։ Ոչ թե ամբարտավանությունից, այլ այն համառ հավատից, որ մայրը սերմանել էր իր մեջ, երբ երեխա էր։ Հավատը, որ նա հատուկ շնորհք, կարևոր նպատակ ունի։ Լիլիթն օգնեց նրան պատրաստել ելույթը։ Նրանք ամբողջ օրեր էին անցկացնում, քննարկելով, թե ինչ պետք է ասի Գաբրիելը, ինչպես կառուցել զեկույցը, ինչ ուղերձ է ուզում թողնել։ Գաբրիելը չէր ուզում, որ դա լինի պարզապես անձնական հաղթահարման պատմություն։ Նա ուզում էր, որ դա լինի գործողության կոչ։ Մարտահրավեր բոլոր ներկաներին, տեսնելու իրենց արտոնությունների պղպջակներից այն կողմ։ Հրավեր, լինելու լուծման մաս։ Ռուբենը նույնպես օգնություն առաջարկելով ճշգրտումները հանճարների որոնում ի տվյալները ներկայացնելու ձի մեջ, կիսվելով իր սեփական փոխակերպման տեսանկյունով։ Նա այնտեղ կլիներ այդ օրը, առաջին շարքում, աջակցելով Գաբրիելին, ինչպես միշտ։ Երբ գիտաժողովի օրը մոտենում էր, Գաբրիելը անհանգստության հուզմունքի խառնուրդ էր զգում։ Այդ պահը խորհրդանշական կլիներ բազմաթիվ առումներով։ Դա կլիներ նրա հնարավորությունը, ցույց տալու նրանց, ովքեր 5 տարի առաջ ծիծաղել էին իր վրա, թե որքան հեռու է հասել։ Բայց ավելի կարևոր, դա կլիներ նրա հնարավորությունը, ոգեշնչելու նոր սերնդին այլ կերպ վարվել, տեսնել անտեսանելիներին, երբեք չվատնել տաղանդներ նախապաշարմունքների պատճառով։ Գիտաժողովից առաջ գիշերը Գաբրիելը շատ չկարողացավ քնել։ Արթուն մնաց, մտածելով այն ամենի մասին, ինչ ապրել էր, բոլոր այն մարդկանց մասին, որոնք օգնել էին իրեն, բոլոր այն երիտասարդների մասին, որոնց կյանքերը փոխվել էին հանճարների որոնում ի շնորհիվ։ Մտածեց իր մոր մասին, պատկերացնելով, թե որքան հպարտ կլիներ նա, եթե կարողանար տեսնել իրեն հիմա։ Մտածեց իր հոր մասին, որը հրաժարվել էր կյանքից, երբ տխրությունը դարձել էր անտանելի, ցանկացավ, որ նա ուժ ունենար շարունակելու։ Երբ գիտաժողովի առավոտյան առը բացվեց Երանի վրա, Գաբրիելը պատրաստ էր։ Հագավ իր լավագույն կոստյումը, առաջինը, որը գնել էր իր սեփական գումարով։ Նայեց հայելու մեջ տեսավ ոչ թե փխրուն ու վախեցած տղայի, այլ վճռական երիտասարդի, որը պատրաստ էր պատմություն կերտելու։ Ժամանակն էր վերադառնալ այդ դահլիճ։ Ժամանակն էր լրացնել շրջանը։ Ժամանակն էր աշխարհին ցույց տալու, որ տաղանդները հասցե չունեն, որ հանճարը կարող է ծաղկել ցանկացած վայրում, որ երբ մենք իրական հնարավորություններ ենք տալիս անտեսանելիներին, նրանք կարող են փոխել աշխարհը։ Գաբրիելը դուրս եկավ ուսանողական հանրակացարանից, քայլեց դեպի դեղագործության ֆակուլտետ։ Յուրաքանչյուր քայլը հաստատում էր։ Յուրաքանչյուր շունչը նախապատրաստություն էր։
Անտեսանելի տղան պատրաստվում էր մեկ անգամ փայլել։ Դահլիճը լեփ-լեցուն էր, երբ Գաբրիելը ժամանեց։ Նույն շարված աթոռները, նույն վեհաշուկ բեմը, նույն սպիտակ գրատախտակը հետում։ Բայց ամեն ինչ այլ կերպ էր թվում հիմա։ 5 տարի առաջ նա այնտեղ մտել էր որպես ներխուժող, թիթեղյա տուփեր հավաքող, որը չէր պատկանում գիտելիքի այդ աշխարհին։ Այսօր նա մտնում էր որպես գլխավոր բանախոս, որին սպասում էին հարյուրավոր մարդիկ, որոնք հիանում էին նրա ուղիով։ Գաբրիելը մի պահ կանգ առավ մուտքի մոտ, թույլ տալով, որ հիշողությունները լցնեն իրեն։ Հիշեց այն բարդ հավասարումը, որը տեսել էր այդ գրատախտակին։ Այն նվաստացումը, որ զգացել էր, երբ նրան դուրս էին հանում։ Այն հուսահատ քաջությունը, որը ստիպել էր նրան ընդունել Ռուբենի մարտահրավերը։ Թե ինչպես էին ձեռքերը դողում, կավիճը վերցնելիս։ Թե ինչպես էր նրա սկզբում ամաչկոտ ձայնը ուժգնանում, մինչ նա լուծում էր խնդիրը։ Կարծես այդ օրը տեղի էր ունեցել միաժամանակ հավերժություն առաջ ընդամենը 3։ Լիլիթը հայտնվեց նրա կողքին, ձեռքը դնելով ուսին։ «Պատրաստ ես, ախպերս», հարցրեց նա այն քաջալերող ժպիտով։ Գաբրիելը խորը շունչ քաշեց գլխով արեց։ Ավելի քան պատրաստ։ Երկուսով միասին մտան։ Դահլիճում շարժումը մի պահ դադարեց, երբ մարդիկ նկատեցին Գաբրիելի ժամանումը։ Շշուկներ տարածվեցին հանդիսատեսի մեջ։ Ահա նա, փողոցի հանճարեղ տղան, այժմ 17 տարեկան մի երիտասարդ, որը փոխել էր ոչ միայն իր սեփական կյանքը, այլ տասնյակ այլ կյանքեր։ Գաբրիելը քայլեց դեպի առաջին շարք, որտեղ Ռուբենն արդեն նստած էր։ Գործարարը վեր կացավ, նրան ջերմորեն գրկելու։ «Ինչպես ես քեզ զգում», հարցրեց Ռուբենը։ Գաբրիելը ժպտաց։ Նյարդային։ Հուզված։ Բայց վստահ։ Ռուբենը սեղմեց նրա ուսը։ «Դու փայլելու ես»։ Ինչպես միշտ։ Մոտակա նստատեղերին Գաբրիելի ճանապարհորդության այլ կարևոր մարդիկ էին։ Պրոֆեսոր Հենրիկը, նրա գիտական ղեկավարը։ Ռեկտոր Ֆերդինանդը։ Կարինեն, Ռուբենի քարտուղարուհին, որը ականատես էր եղել իր ղեկավարի ողջ փոխակերպմանը։ Եվ Գաբրիելի զարմանքի ուրախության համար, հանճարների որոնում մի քանի երիտասարդներ նույնպես ներկա էին։ Մարիամը, այժմ 14 տարեկան, որը դարձել էր ազգային ճանաչում ունեցող կոմպոզիտոր։ Ռաֆայելը, բազմալեզու երիտասարդը, որը կամավոր աշխատում էր փախստականների հետ։ Հակոբը, ծրագրավորող հրաշամանուկը։ Անին, աղջիկը, որը մաթեմատիկական օրինաչափություններ էր նկարում գետնին փայտիկներով, այժմ սովորում էր առաջադեմ մաթեմատիկայի մասնագիտացված դպրոցում։ Նրանց բոլորին այնտեղ տեսնելը առողջ երջանիկ, իրենց տաղանդները զարգացնող ամենամեծ պարտքն էր, որ Գաբրիելը կարող էր ստանալ։ Միջոցառման կազմակերպիչը, նույն մոխրագույն կոստյումով պարոնը, որը 5 տարի առաջ փորձել էր դուրս հանել Գաբրիելին, բարձրացավ բեմ բացումը կատարելու։ Նա տեսանելիորեն անհարմար էր զգում, իմանալով, որ բոլորը հիշում են իր դերն այդ պատմության մեջ։ «Տիկնայք պարոնայք», սկսեց նա դողացող ձայնով, արտասովոր պատիվ է այսօր որպես մեր գլխավոր բանախոս ընդունել պարոն Գաբրիել Հենրիկի Սիլվային։ 5 տարի առաջ այս դահլիճը բեմ դարձավ մի պահի համար, որը փոխեց ոչ միայն Գաբրիելի կյանքը, այլ ստիպեց մեզ խորել մեր սեփական նախապաշարմունքների այն մասին, թե ինչպես է հասարակությունը վատնում տաղանդներ անհավասարության պատճառով։ Այսօր Գաբրիելը վերադառնում է ոչ թե որպես այն բոբիկ տղան, որն անարդարացիորեն նվաստացվեց, այլ որպես դեղագործության փայլուն ուսանող, խոստումնալից հետազոտող երկրի ամենահաջողված սոցիալական ներառման ծրագրերից մեկի ստեղծող։ Մեծ պատիվ է նրան մեզ հետ ունենալ։ Հանդիսատեսը ջերմորեն ծափահարեց։ Գաբրիելը վեր կացավ, քայլեց դեպի բեմ։ Այդ կենտրոնական միջանցքով յուրաքանչյուր քայլը լի էր իմաստով։ Դա նույն ճանապարհն էր, որով նա անցել էր 5 տարի առաջ, բայց հակառակ ուղղությամբ։ Այն ժամանակ նա քայլում էր դեպի վտարում, դեպի նվաստացում։ Այսօր նա քայլում էր դեպի ճանաչում, դեպի տոնակատարություն։ Երբ հասավ բեմ, Գաբրիելը մի քանի վայրկյան լուռ մնաց, նայելով հանդիսատեսին։ Նրա սիրտը ուժեղ բաբախում էր, բայց ոչ վախից։ Դա մաքուր հուզմունք էր։ Վերջապես, սկսեց խոսել։ Բարի օր բոլորին։ Դժվար է բառերով արտահայտել, թե ինչ է նշանակում այսօր այստեղ լինել։ Այս նույն դահլիճում 5 տարի առաջ ես անտեսանելի էի։ Դրանից ավելին։ Ես անցանկալի էի։ Խոչընդոտ։ Կեղտոտ ու բոբիկ տղա, որը չէր պատկանում գիտելիքի տարածքին։
Գաբրիելի ձայնը վստահ էր, բայց լի հուզմունքով։ Նա դադար տվեց, նախքան շարունակելը. Ես ապրել եմ Երանի փողոցներում 10-ից 12 տարեկան։ Կարճ ժամանակահատվածում կորցրել եմ ծնողներիս։ Լքվել եմ բարեկամների կողմից, որոնք չէին ուզում իմ խնամքի պատասխանատվությունը։ Քնել եմ ծածկերի տակ արշալույսի ցրտին։ Աղբ եմ փորփրել ուտելիք գտնելու համար։ Ինձ վերաբերվել են մարդուց պակաս մի հասարակության կողմից, որը արժեքը դատում է արտաքինով բանկային հաշվով։ Բայց նույնիսկ ամենադժվար օրերին, նույնիսկ երբ քաղցը ցավեցնում էր ստամոքսս, ցուրտը թափանցում էր ոսկորներիս մեջ, իմ մեջ ինչ-որ բան հրաժարվում էր հանձնվել։ Մայրս, նախքան հեռանալը, ասում էր, որ ես հատուկ շնորհք ունեմ։ Եվ ես հավատում էի նրան։ Հավատում էի, որ իմ փայլուն միտքը ինչ-որ բան նշանակում է։ Որ ես նպատակ ունեմ։ Գաբրիելը ցույց տվեց իր հետի սպիտակ գրատախտակը։ Այդ օրը, 5 տարի առաջ, այնտեղ գրված էր բարդ հավասարում։ Տեղակինետիկայի հավասարում, որը մարտահրավեր էր նույնիսկ ներկա դոկտորներին։ Ես այն ճանաչեցի, որովհետև ինքնուրույն ուսումնասիրել էի թեման, աղբի մեջ գտած գրքերով։ Եվ երբ ինձ հրապարակավ նվաստացրին, երբ ծիծաղեցին ինձ վրա, երբ ինձ որպես կատակ օգտագործեցին, իմ մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Բայց ոչ բացասական իմաստով։ Կոտրվեց հաշտվողականությունը։ Անտեսանելիության պասիվ ընդունումը։ Եվ դրա փոխարեն ծնվեց քաջություն։ Քաջություն ասելու, ոչ, ես գոյություն ունեմ, ես արժեք ունեմ, ես կապացուցեմ։ Հանդիսատեսը լիովին լուռ էր, կլանված յուրաքանչյուր բառով։ Գաբրիելը շարունակեց, նրա ձայնն այժմ ավելի ուժեղ էր։ Ես բարձրացա այս բեմ լուծեցի այդ հավասարումը։ Ոչ միայն լուծեցի։ Ցուցադրեցի խորը ըմբռնում, որը զարմացրեց մասնագետներին։ Եվ այդ պահին ես դադարեցի անտեսանելի լինելուց։ Բայց պատմությունն այն մասին չէ, որ ես հատուկ էի։ Պատմությունն այն մասին է, թե քանի այլ Գաբրիելներ կան այնտեղ, անտեսանելի, վատնված, անտեսված։ Քանի արտասովոր տաղանդներ են քնում ծածկերի տակ հենց այս պահին։ Քանի փայլուն մտքեր են աղբ հավաքում գոյատելու համար։ Քանի հանճարեղ երեխաների են վերաբերվում որպես խոչընդոտի, պարզապես այն պատճառով, որ նրանք աղքատ են ծնվել։ Գաբրիելը դադար տվեց, ջուր խմելու։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, բայց դա հուզմունքից էր, ոչ թե նյարդայնությունից։ Վերջին 5 տարիների ընթացքում ես արտոնություն եմ ունեցել վերակառուցելու իմ կյանքը։ Այս համալսարանն ինձ ընդունեց։ Ինձ տվեց կրթություն, բնակարան, հոգեբանական աջակցություն։ Ինձ վերաբերվեց արժանապատվությամբ հարգանքով։ Բայց ես չէի ուզում բացառություն լինել։ Չէի ուզում լինել պարզապես անհատական հաղթահարման գեղեցիկ պատմություն, մինչդեռ հազարավոր ուրիշներ մնում էին անտեսանելի։ Այդպես ծնվեց հանճարների որոնում նախագիծը։ Գաբրիելի հետի էկրանին սկսեցին հայտնվել լուսանկարներ, տվյալներ։ Ժպտացող երիտասարդների դեմքեր, արդյունքներ ցույց տվող գրաֆիկներ, հուզիչ վկայություններ։ Վերջին 3 տարիների ընթացքում, ասաց Գաբրիելը, հանճարների որոնումը հայտնաբերել աջակցել է սոցիալապես անապահով, արտասովոր տաղանդներ ունեցող 283 երիտասարդի։ 283 փոխված կյանքեր։ 283 ապացույց, որ ինտելեկտը հասցե չունի։ Որ հանճարը կարող է ծաղկել ցանկացած վայրում, երբ մենք իրական հնարավորություններ ենք տալիս։ Գաբրիելը սկսեց պատմել անհատական պատմություններ։ Խոսեց Մարիամի մասին, աղջկա, որը սիմֆոնիաներ էր հորինում իր գլխում, մինչ ապրում էր կացարանում։ Ռաֆայելի մասին, որը 5 լեզու էր սովորել ինքնուրույն, լսելով խոսակցություններ փողոցներում։ Հակոբի մասին, որը բարդ հավելվածներ էր ծրագրավորում, երբեք չունենալով սեփական համակարգիչ։ Անի մասին, որը մաթեմատիկական օրինաչափություններ էր նկարում գետնին փայտիկներով։ Յուրաքանչյուր պատմություն արդյունքներ էր կորզում հանդիսատեսից։ Բայց Գաբրիելը նա տվյալներ ներկայացրեց։ Նախագծի կողմից աջակցվող երիտասարդների ակադեմիական հաջողության մակարդակը։ Անձնական զարգացման ցուցանիշները։ Ազդեցությունը ծագման համայնքների վրա։ Ներդրման սոցիալական վերադարձը։ Ամեն ինչ մանրամասն փաստաթղթավորված, գիտականորեն հաստատված։ Ապացուցելով, որ դա բարեգործություն կամ օգնություն չէր։ Դա սոցիալական արդարություն էր։ Դա խելացի ներդրում էր երկրի ապագայի մեջ։ Դա ընդունում էր, որ անհավասարության պատճառով տաղանդներ վատնելը բարոյական նա տնտեսական սխալ է։
Գաբրիելն այնուհետ փոխեց տոնը, դառնալով ավելի մարտահրավեր նետող։ Բայց ես այսօր այս բեմ չեմ բարձրացել միայն տոնելու այն, ինչ արդեն նվաճել ենք։ Եկել եմ մարտահրավեր նետելու բոլորիդ։ Որովհետև 283 փոխված կյանքերը, թե նշանակալի, կաթիլ են օվկիանոսում։ Միլիոնավոր հայ երեխաներ դեռ ապրում են աղքատության մեջ։ Հազարավորներ դեռ քնում են փողոցներում։ Անթիվ տաղանդներ դեռ վատնվում են հենց այս պահին։ Եվ դա փոխելու պատասխանատվությունը միայն իմը չէ։ Բոլորինս է։ Այս դահլիճի յուրաքանչյուր դասախոսինն է, որը կարող է նայել գնահատականներից այն կողմ տեսնել թաքնված ներուժը։ Յուրաքանչյուր հետազոտողինն է, որը կարող է օգտագործել իր գիտելիքները, մշակելու լուծումներ, որոնք կազդեն կարիքավոր համայնքների վրա։ Յուրաքանչյուր գործարարինն է, որը կարող է ստեղծել իրական հնարավորություններ, փոխանակ կեղծ ծրագրերի։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյայինն է, որը կարող է իրականացնել ապացույցների վրա հիմնված քաղաքականություն, փոխանակ դատարկ գաղափարախոսությունների։ Յուրաքանչյուր քաղաքացունն է, որը կարող է ընտրել տեսնել անտեսանելիներին, փոխանակ նրանց կողքով անցնելու, կարծես նրանք քաղաքային բնապատկերի մաս լինեն։ Գաբրիելի ձայնը դահլիճում արձագանքում էր մի ուժով, որը գալիս էր ներսից, նրա այն մասից, որը երբեք չէր հանձնվել նույնիսկ ամենադժվար օրերին։ Ես չեմ ուզում, որ 5 տարի անց մենք ունենանք պարզապես անհատական հաղթահարմանց մի քանի գեղեցիկ պատմություններ։ Ես ուզում եմ, որ 5 տարի անց Հայաստանում ոչ մի երեխա անտեսանելի չլինի։ Որ յուրաքանչյուր տաղանդ հայտնաբերվի, խնամվի, զարգացվի։ Որ աղքատությունն այլս ձախողված ճակատագրի հոմանիշ չլինի։ Որ մենք ծնվում ենք տարբեր պայմաններում, բայց պարտավոր չենք մահանալ նույն պայմաններում։ Որ սոցիալական շարժունակությունն իրական լինի, ոչ թե պարզապես քաղաքական խոսք։ Հանդիսատեսը պայթեց ծափահարություններով։ Մարդիկ ոտքի կանգնեցին։ Արցունքներ էին հոսում դասախոսների, ուսանողների, պաշտոնյաների դեմքերով։ Գաբրիելը թույլ տվեց, որ ծափահարությունները մի քանի րոպե շարունակվեն, նախքան լռություն խնդրելը եզրափակելու համար։ Ես կավարտեմ մի նախադասությամբ, որը գրել էի գրատախտակին 5 տարի առաջ, այս համալսարանում իմ առաջին օրը։ Գաբրիելը վերցրեց մարկերը մեծ տառերով գրեց սպիտակ գրատախտակին։ Տաղանդը հասցե կամ արտաքին չունի։ Նորից շրջվեց դեպի հանդիսատեսը։ Սա պարզապես գեղեցիկ նախադասություն չէ։ Սա գիտականորեն ապացուցելի ճշմարտություն է։ Սա գործողության կոչ է։ Սա պարտավորություն է, որը մենք բոլորս պետք է ստանձնենք։ Երբեք այլս չդատել ներուժն արտաքինով։ Երբեք այլս չվատնել տաղանդներ նախապաշարմունքների պատճառով։ Կառուցել մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից, թե որտեղ է ծնվել կամ որքան գումար ունեն իր ծնողները, կարող է լիովին զարգացնել իր շնորհները։ Որովհետև երբ մենք դա անում ենք, մենք ոչ միայն օգնում ենք անհատներին։ Մենք կառուցում ենք ավելի լավ երկիր բոլորի համար։ Հաջորդած ծափահարությունները խլացուցիչ էին։ Դասախոսները բացահայտ լացում էին։ Ուսանողները աջակցության խոսքեր էին բղավում։ Միջոցառման կազմակերպիչը արցունքներն աչքերին բարձրացավ բեմ Գաբրիելին գրկելու, հրապարակավ ներողություն խնդրելով այն բանի համար, ինչ արել էր 5 տարի առաջ։ Գաբրիելը նրան հետ գրկեց, ցույց տալով, որ վրեժ խնդիր չէ։ Դա նույնպես ուղերձի մաս էր։ Փոխակերպումը հնարավոր էր։ Անհատների, հաստատությունների, հասարակությունների համար։ Բայց հետո տեղի ունեցավ անսպասելի մի բան։ Ռուբեն Թավադյանը վեր կացավ առաջին շարքից խոսք խնդրեց։ Գաբրիելը, զարմացած, բայց հետաքրքրված, նրան բեմ հրավիրեց։ Գործարարը դանդաղ բարձրացավ, նրա արտահայտությունը խորը հուզմունքի էր։ Երբ վերցրեց խոսափողը, նրա ձայնը դողում էր։ Գաբրիելի թույլտվությամբ ես կցանկանայի մի քանի խոսք ասել։ Հանդիսատեսը լռեց։ Այնտեղ շատերը հիշում էին Ռուբենի դերը 5 տարի առաջվա պատմության մեջ։ Ամբարտավան գործարարը, որը հրապարակավ նվաստացրել էր աղքատ երեխային։ Ռուբենը խորը շունչ քաշեց, նախքան սկսելը։ 5 տարի առաջ ես բարձրացա այս նույն բեմ որպես բոլորովին այլ մարդ։ Ես ամբարտավան էի դաժան փակված արտոնությունների մի պղպջակում, որը խանգարում էր ինձ տեսնել իրականությունը։ Ես այդ տղային որպես կատակ օգտագործեցի։ Ծիծաղեցի նրա աղքատության, նրա արտաքինի վրա։ Կարծում էի, թե ցուցադրում եմ իմ մտավոր գերազանցությունը։ Բայց այն, ինչ ես իրականում ցուցադրում էի, իմ բարոյական սնանկությունն էր։
Արցունքներ սկսեցին հոսել Ռուբենի դեմքով։ Երբ Գաբրիելը լուծեց այդ հավասարումը, երբ նա ինձ մտավորապես պարտության մատնեց բոլորի առաջ, ես ամոթ զգացի։ Բայց դա անցողիկ ամոթ չէր։ Դա խորը փոխակերպման սկիզբն էր։ Որովհետև Գաբրիելը ոչ միայն ապացուցեց, որ ինձնից խելացի է։ Նա ապացուցեց, որ ավելի մարդկային է, ավելի մեծահոգի, ավելի քաջ։ 12 տարեկան մի տղա, որը կորցրել էր ամեն ինչ, ինձ սովորեցրեց, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Ռուբենն ուղիղ նայեց Գաբրիելին։ Այդ գրազը պարտվել է իմ կյանքի լավագույն կորուստն էր։ Որովհետև դա ինձ ստիպեց արթնանալ։ Տեսնել իմ փղոսկրե աշտարակից դուրս։ Հասկանալ, թե որքան ցավ կա աշխարհում, որքան տարբերություն կարող էի բերել, եթե դադարեի եսասեր լինելուց։ Գաբրիելն ինձ չնվաստացրեց այդ օրը։ Գաբրիելն ինձ փրկեց։ Փրկեց ինձ իմ կյանքի մնացած մասը վատնելուց, լինելով դատարկ մարդ, նյութապես հարուստ, բայց հոգեպես աղքատ։ Հանդիսատեսը լիովին հուզված էր։ Նույնիսկ մարդիկ, որոնք Ռուբենին ճանաչում էին միայն որպես միլիարդատեր գործարար, տեսնում էին նրա մի կողմը, որը երբեք չէին պատկերացնի, որ գոյություն ունի։ Վերջին 5 տարիների ընթացքում, շարունակեց Ռուբենը, ես արտոնություն եմ ունեցել աշխատելու Գաբրիելի կողքին հանճարների որոնում նախագծում։ Տեսնելու, թե ինչ տարբերություն է տալիս, երբ մենք ընտրում ենք տեսնել անտեսանելիներին։ Ականատես լինելու կյանքերի փոխակերպմանը։ Եվ այդ կյանքերից յուրաքանչյուրը փոխում է նա ինձ։ Հիշեցնում է ինձ, որ իսկական հարստությունը բանկային հաշիվներում չէ։ Այն մարդկային կապերի մեջ է։ Տարբերություն բերելու մեջ։ Աշխարհն ավելի լավը թողնելու մեջ, քան գտել ենք։ Ռուբենը դադար տվեց, զսպելով հուզմունքը։ Ես ուզում եմ հրապարակավ ներողություն խնդրել Գաբրիելից, նրան դաժանորեն վերաբերվելու համար 5 տարի առաջ։ Բոլոր այն երիտասարդներից, որոնք օգուտ են քաղել նախագծից, որովհետև իմ փոխակերպումը հետ չի բերում այն տարիները, որոնք հասարակությունը գողացել է նրանցից։ Եվ այս դահլիճի յուրաքանչյուր մարդուց, որովհետև ես ներկայացնում էի այն ամենավատը, ինչ կարող է լինել հայկական էլիտան։ Ամբարտավանություն, անտարբերություն, պատահական դաժանություն։ Բայց ես նա ուզում եմ ասել, որ փոխակերպումը հնարավոր է։ Որ իրականությանն արթնանալը հնարավոր է։ Որ այլ կերպ վարվել ընտրելը հնարավոր է։ Եվ որ մեզնից յուրաքանչյուրն ունի այդ ընտրության ուժն ամեն օր։ Հանդիսատեսս մեկ անգամ պայթեց ծափահարություններով։ Ռուբենը շրջվեց դեպի Գաբրիելը, նրանք գրկախառնվեցին։ Դա խորը հաշտեցման, անկեղծ ներման, տարբերությունները հաղթահարող մարդկային կապի պահ էր։ Այնտեղ երկու տղամարդ էին, որոնց կյանքը դրել էր հակառակ կողմերում, բայց որոնք ընտրել էին կամուրջներ կառուցել պատերի փոխարեն։ Երբ ծափահարությունները վերջապես դադարեցին, ռեկտոր Ֆերդինանդը խոսք խնդրեց։ Նա հայտարարեց, որ համալսարանը ստեղծում է անհավասարության վատնված տաղանդների ուսումնասիրության մշտական ամբիոն։ Հետազոտական կենտրոն, նվիրված գիտականորեն հասկանալու այն մեխանիզմները, որոնք հավերժացնում են սոցիալական բացառումը, մշակելու ապացույցների վրա հիմնված միջամտություններ։ Եվ որ Գաբրիելը, հենց որ ավարտի իր բակալավրիատը, կհրավիրվի լինել այդ կենտրոնի մաս որպես հետազոտող։ Գաբրիելը հուզվեց հայտարարությունից։ Դա այն ամենն էր, ինչ նա միշտ ուզել էր։ Համատեղել գիտությունն ու սոցիալական արդարությունը։ Օգտագործել գիտելիքը, իրականությունները փոխելու համար։ Կատարել հետազոտություն, որն իսկապես կարևոր է։ Պաշտոնական միջոցառումից հետո տասնյակ մարդիկ շրջապատեցին Գաբրիելին, ցանկանալով զրուցել, լուսանկարվել, ավելի շատ տեղեկություններ խնդրել նախագծի մասին։ Լրագրողները հարցազրույցներ էին խնդրում։ Այլ քաղաքների պետական պաշտոնյաներն ուզում էին նմանատիպ ծրագրեր իրականացնել։ Գործարարներն առաջարկում էին ֆինանսավորում։ Դա գրեթե ճնշող էր, բայց Գաբրիելը կարողանում էր տեսնել այն, ինչ իսկապես կարևոր էր։ Այնտեղ յուրաքանչյուր մարդ ներկայացնում էր մի հնարավորություն։ Ավելի շատ փոխված կյանքերի հնարավորություն։ Ավելի շատ բացահայտված տաղանդների։ Ավելի շատ անտեսանելիների, տեսանելի դառնալու։ Ավելի ուշ այդ գիշեր Գաբրիելը մենակ վերադարձավ դատարկ դահլիճ։ Լույսերն անջատված էին, աթոռները դատարկ։ Նա վերջին անգամ բարձրացավ բեմ, նայելով այնտեղ, որտեղ եղել էր հանդիսատեսը։ Հիշեց յուրաքանչյուր կարևոր պահ, որի ականատեսն էր եղել այդ տարածքը։ Նվաստացումը, քաջությունը, հաղթանակը, հաղթական վերադարձը։
Կարծես նրա ողջ ճանապարհորդությունը խտացված լիներ այդ վայրում։ Գաբրիելը քայլեց դեպի գրատախտակը, նայեց իր գրած նախադասությանը։ Տաղանդը հասցե կամ արտաքին չունի։ Նա վերցրեց մարկերը, ներքումս մեկ տող ավելացրեց։ Եվ երբ մենք իրական հնարավորություններ ենք տալիս, մենք փոխում ենք ոչ միայն անհատական կյանքեր, այլ ամբողջ աշխարհը։ Այդ պահին, մենակ նստած դատարկ բեմին, Գաբրիելը վերջապես թույլ տվեց իրեն մարսել այն ամենը, ինչ ապրել էր։ Արցունքներն եկան անսպասելի։ Դրանք տխրության արցունքներ չէին, այլ խորը երախտագիտության։ Երախտագիտություն ամենադժվար տարիները հաղթահարելու համար։ Երախտագիտություն յուրաքանչյուր մարդու համար, որը հավատացել էր իրեն, երբ ոչ ոք չէր հավատում։ Երախտագիտություն իր նպատակը գտնելու համար։ Բայց երախտագիտության հետ մեկտեղ գալիս էր նա պատասխանատվության նորացված զգացում։ Որովհետև Գաբրիելը գիտեր, որ իր պատմությունն արտասովոր էր, բայց չպետք է հազվադեպ լիներ։ Բացառիկ չպետք է լիներ, որ խելացի երեխան կարողանա զարգացնել իր ներուժը։ Դա պետք է լիներ նորմալը, ստանդարտը, սպասելիքը։ Եվ պայքարելը, որպեսզի դա իրականություն դառնա, կլիներ նրա կյանքի գործը։ Գաբրիելը մտածեց Պետրոսի մասին, այն 8 տարեկան տղայի, որին հանդիպել էր նույն ծածկի տակ, որտեղ սովորաբար քնում էր։ Արդյոք նա զանգահարել էր հանճարների որոնումի համարին։ Արդյոք նրան հիմա աջակցում էին։ Գաբրիելը մտովի նշում արեց հաջորդ օրը ստուգելու։ Որովհետև յուրաքանչյուր երեխա կարոր էր։ Յուրաքանչյուր կյանք արժեք ուներ։ Յուրաքանչյուր տաղանդ արժանի էր խնամքի։ Նա նայեց դահլիճի պատուհանից, տեսավ գիշերով լուսավորված Երան քաղաքը։ Ինչ-որ տեղ այնտեղ, հենց այդ պահին, մի տղա կամ աղջիկ քնում էր ինչ-որ ծածկի տակ։ Գուցե փայլուն մտքով, թաքնված կեղտոտ հագուստի տակ։ Գուցե երազանքներով, որոնք անհնարին էին թվում։ Գուցե իրեն անտեսանելի զգալով։ Գաբրիելը լուր խոստում տվեց այդ երեխաներին։ Ես կպայքարեմ ձեզ համար։ Ես կօգտագործեմ իմ ձայնը, անարդարությունը մերկացնելու համար։ Ես կօգտագործեմ իմ պատմությունը, փոփոխություններ ոգեշնչելու համար։ Ես կօգտագործեմ իմ գիտելիքները, լուծումներ մշակելու համար։ Դուք մենակ չեք։ Դուք անտեսանելի չեք։ Ես ձեզ տեսնում եմ։ Եվ կանեմ այնպես, որ աշխարհը նույնպես տեսնի։ Երբ վերջապես դուրս եկավ դահլիճից, Գաբրիելը քայլեց Ամայի համալսարանով։ Անցավ լաբորատորիաների կողքով, որտեղ մշակում էր իր հետազոտությունները։ Գրադարանի կողքով, որտեղ ժամերով սովորում էր։ Այգիների կողքով, որտեղ զրուցում էր ընկերների հետ։ Յուրաքանչյուր տարածք հիշողություններ էր կրում։ Յուրաքանչյուր անկյուն ականատես էր եղել նրա փոխակերպման մի մասին։ Հասնելով ուսանողական հանրակացարան, Գաբրիելը մտավ իր սենյակ, պառկեց մահճակալին։ Նայեց առաստաղին ժպտաց։ 17 տարեկան էր։ Սովորում էր երկրի լավագույն համալսարաններից մեկի դեղագործության ֆակուլտետում։ Խոստումնալից գիտական հետազոտություններ էր մշակում։ Ղեկավարում էր սոցիալական ներառման ազգային շարժում։ Ուներ իսկական ընկերներ։ Մենթորներ, որոնք հավատում էին իրեն։ Հստակ նպատակ։ Դա շատ էր։ Դա ավելին էր, քան այն 10 տարեկան, նոր որբացած վախեցած տղան կարող էր պատկերացնել։ Բայց Գաբրիելը նա գիտեր, որ ճանապարհորդությունը նոր էր սկսվում։ Որ դեռ այնքան բան կար անելու։ Այնքան բան կար նվաճելու։ Այնքան բան կար փոխելու։ Եվ նա պատրաստ էր։ Ավելի քան պատրաստ։ Որովհետև նա սովորել էր ամենակարևոր դասը, որ կյանքը կարող է սովորեցնել։ Որ հանգամանքները չեն որոշում ճակատագրերը։ Որ այնտեղ, որտեղ ծնվում ենք, չի որոշում, թե ուր կարող ենք հասնել։ Որ տաղանդները գոյություն ունեն ամենուր, սպասելով միայն իրական հնարավորությունների։ Որ մեզնից յուրաքանչյուրն ունի տարբերություն բերելու ուժ։ Որ փոխակերպումը հնարավոր է։ Միշտ։ Գաբրիելի պատմությունն անտեսանելի տղայի պատմությունն էր, որի լույսն անհնար էր մարել։ Դա մի հավասարման պատմություն էր, որը բացահայտեց շատ ավելին, քան մաթեմատիկական արդյունք։ Բացահայտեց խորը ճշմարտություններ անհավասարության, նախապաշարմունքների, տաղանդների վատնման մասին։ Դա մի պատմություն էր, թե ինչպես մի ամբողջ հասարակություն ստիպված եղավ դիմակայել իր սեփական թերություններին։ Դա անհատական փոխակերպումների պատմություն էր, որոնք առաջացրին հավաքական փոխակերպումներ։
Դա համառ հույսի պատմություն էր, որը հրաժարվեց մահանալ նույնիսկ ամենամութ օրերին։ Դա մի երկրի պատմություն էր, որը վերջապես սկսեց տեսնել իր անտեսանելիներին։ Դա պատմություն էր, որն ապացուցում էր, որ երբ մենք իրական հնարավորություններ ենք տալիս մարգինալացվածներին, երբ յուրաքանչյուր կյանքի վերաբերվում ենք արժանապատվությամբ հարգանքով, երբ ընդունում ենք, որ տաղանդը հասցե կամ արտաքին չունի, հրաշքներ են տեղի ունենում։ Ոչ թե գերբնական իմաստով հրաշքներ, այլ խորապես մարդկային հրաշքներ։ Փոխված կյանքեր, իրականացված ներուժներ, ուղղված անարդարություններ, վերագրված ապագաներ։ Եվ ամեն ինչ սկսվում է մի պարզ, բայց հզոր ընտրությունից։ Տեսնելու ընտրությունից։ Իսկապես տեսնելու նրանց, ում հասարակությունը փորձում է անտեսանելի դարձնել։ Ճանաչելու արժեքը այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են միայն աղքատություն։ Առաջարկելու հնարավորություններ այնտեղ, որտեղ ուրիշներն առաջարկում են միայն խղճահարություն։ Հավատալու, երբ ուրիշները կասկածում են։ Պայքարելու, երբ ուրիշները հանձնվում են։ Գաբրիելն արել էր այդ ընտրությունները։ Ռուբենն արել էր այդ ընտրությունները։ Լիլիթն արել էր այդ ընտրությունները։ Համալսարանն արել էր այդ ընտրությունները։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկն անում է այդ ընտրությունները, աշխարհը մի փոքր փոխվում է։ Դառնում է մի փոքր ավելի արդար։ Մի փոքր ավելի մարդկային։ Մի փոքր ավելի նման նրան, ինչ պետք է լիներ։ Սա Գաբրիել Հենրիկի Սիլվայի պատմությունն է։ Տղայի, որն անտեսանելի էր, բայց հրաժարվեց անհետանալ։ Տաղանդի, որը վատնվել էր, բայց գտավ ծաղկելու միջոց։ Ձայնի, որը փորձում էին լռեցնել, բայց դարձավ մերկացման հույսի ճիչ։ Ապագայի, որն անհնարին էր թվում, բայց դարձավ փառահեղ իրական։ Եվ այս պատմությունը շարունակվում է։ Ամեն օր։ Հանճարների որոնում ի կողմից հայտնաբերված յուրաքանչյուր երեխայի հետ։ Յուրաքանչյուր բացահայտված տաղանդի հետ։ Յուրաքանչյուր փոխված կյանքի հետ։ Յուրաքանչյուր մարդու հետ, որն ընտրում է այլ կերպ վարվել։ Պատմությունը շարունակվում է։ Եվ դուք, որ հիմա լսում եք, կարող եք դրա մասը լինել։ Որովհետև աշխարհը փոխելը մեկ հանճարեղ տղայի պատասխանատվությունը չէ։ Դա բոլորիս պատասխանատվությունն է։ Միասին։